Ես գալուց առաջ ասել եմ, որ այս հաղորդումից հետո կամ ամեն ինչ թողնում գնում եմ Հայաստանից կամ կոնե մի քիչ էլ կարող եմ։ Քո նման մի շարք արտիստներ, Սյուզաննա Մելքոնյանը, մի շարք անուններ կարող են թվել, ովքեր ունեն անթերի վոկալ, բայց հայկական շոու բիզնեսի երկնակամարում միշտ էլ բոլոր ժամանակներում հայտնում են արտիստներ, ովքեր ունեն սահմանափակ վոկալով տվյալներ, ունենում են շաբաթը մեկ տեսահոլովակներ, իրենց համար գրված երգերով, օրինակ Օքսի Ավդալյան։ Ինչի համար է պետք անուններ նշել, ասես որ ես դուրս եմ տալիս այդ երգերից։ Եթե դուք չեք անում լավ երգեր, ապա ով պետք է անի լավ երգեր, Մաշատ ջան։ Ավելի լավ է ես Արթուր Գրիգորյանի կանգառն ամբողջ կյանքում երգեմ, չունենամ իմ սեփական երգը, բայց այտենց ձեռի հետ երգ չունենամ։ Արտո Թունջբոյաջյանը գալիս է մեզ մոտ հարցազրույցի ու ասում, որ եթե հաղթի Մաշա Մնջոյանը, ապա նա այսուհետ ելույթ է ունենալու հաստատ ինչ-որ Բելաջո ռեստորանում։ Ես հիմա հիշում եմ, որ ես կոտրվեցի դրանից։ Եթե Արտոն երբևիցե կնա ես հաղորդում, ես հույս ունեմ, որ ինքը շատ լավ է, ես էլ եմ լավ, եւ ռեստորանում եմ երգում, եւ բեմում եմ երգում, եւ դրա մեջ ես բացարձակ ոչ վատ բան չեմ տեսնում։ Դու հաղթում ես առաջին հայկական The Voice-ը, բայց էլի քո աստղը չի վառվում։ Մենք տեսնում ենք, որ Մաշա Մնջոյանը թույն երգչուհի է, բայց որևէ մեկ իրենով լուրջ չի զբաղվում։ Ես դուրս եկեմ պրոդյուսերների հետ մի քիչ կռիվ եմ արել Գյումրվա բանը տրադիցիոն կռիվներից եմ մի քիչ արել, ասի դուք հասկանում եք Հայաստան ինչ կմտածեն իմ մասին։ Սենց շոու եք դուք անում, իմ հաշվին շոու եք անում։ Մենք տենց հին մեր սովետական անցած են ավանդույթներով, սենց իմիասին տառապելով գալիս ենք առաջ, ընդառաջ այս նոր արտիստներին, բայց նաև չխանգարելով բնականաբար։ Ես որ կարող եմ վերցանել անգամ չինարան լեզվով հարցազրույցներ։ Իմը չհասկացա։ Դե հենց իմաստը դրանում է։ Դրանում է։ 5 նախադասությունից պատասխան տվեցի, որից անգամ ես թելեկորցրեցի։ Բարձ հարց, բարդ պատասխան։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, LeBrand ռեստորան, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Implantum USA Dental Group, Dr. Sarkis Papazian, Star Life Group, Elize House Restaurant, Aroma International Marketplace, Avakyan Law Group, իրավաբան Թեյմինա Ավակյան, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Տուն Լահմաջո Restaurant, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you are about to hear is true. Ողջույն, սա տետատետն է, ես կրկին Երևանում եմ։ Այս եթերաշրջանում եւ այս շրջագայության ընթացքում եւս նկարահանելու եմ Հայաստանում եւ Եվրոպայում զրույցներ, որոնք վստահ եմ ձեզ հետաքրքրելու են։
Մեր հյուրերը ինչպես միշտ ամենակննարկվող եւ սիրված մեդիա դեմքերն են, ում փորձելու ենք բացահայտել նորովի։ Երբեմն ասում են դա ինձ մոտ ստացվում է, տեսնենք թե այսօր ստացվելու է թե ոչ։ Այսօրվա իմ հյուրը հայկական շոու բիզնեսի ամենավառ ձայներից մեկն է։ Նրա ձայնը եւ ձայնային հնարավորությունները երևի թե շփոթել մեկ ուրիշի հետ դժվար կլինի։ Սակայն նա հարցազրույցներում միշտ շատ զուսպ է եւ երևի թե ինքը փորձում այնպես անել, որպեսզի շատ բան իր մասին չիմանանք։ Մի խոսքով, ինձ հետ այսօր Մաշա Մնջոյանն է, ողջույն Մաշ։ Ողջույն Մհեր ջան։ Շատ շնորհակալ եմ եւ մենք շատ երկար էինք պլանավորում այս զրույցը, այս կողմ այն կողմ էինք ընկնում եւ ժամանակի մեջ իհարկե չէինք կարողանում դա անել, բայց լավ է որ ամեն ինչ համընկավ եւ կարող ենք այսօր զրուցել։ Ուրախ եմ, այո, շատ։ Մաշ, դու ամենալավ ձայն ունեցող արտիստներից մեկն ես եւ դա գիտեն բոլորը։ Օթում ջրում ցամաքում կարողանում ես երգել։ Բայց դա բավարար չէ մեր օրերում լինել համար առաջինը եւ կան մի շարք հանգամանքներ, որոնք թելադրում է շոու բիզնեսը եւ ոլորտը։ Քո բոլոր հարցազրույցներում դու շատ քիչ ես խոսում սուր թեմաների մասին, հարաբերությունների մասին մարդկանց հետ, անձնական կյանքի բացակայության կամ նրա մասին առհասարակ։ Ինչու՞։ Որովհետև ես գալուց առաջ ասել եմ, որ այս հաղորդումից հետո կամ ամեն ինչ թողնում գնում եմ Հայաստանից կամ կոնե մի քիչ էլ կարող եմ։ Չէ, իրականում ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր շատ ավելի շատ են երևում հանրության աչքի դիմաց, այսինքն արտիստ ասվածներս, ամենաշատը իմ կարծիքով մեր աշխատանքի բնույթը իր մեջ ներառում է հենց աշխատանքը մեր։ Հետո նոր մնացած ես հասկանում եմ, որ բոլորիս հետաքրքիր, ինձ էլ անձամբ այնքան հետաքրքիր իմ շատ սիրելի արտիստների անձնական կյանքը, ինչ կերան, ոնց իրենց պահեցին, ուր գնացին, շատ հետաքրքիր է հասկանում եմ, բայց երբեմն չեմ փորձում ինձ համեմատել իհարկե այդ աստղերի հետ, բայց երբեմն ոնց որ երկրորդ պլան է գնում այն ինչով քեզ ճանաչել են։ Այդ իսկ պատճառով ես ավելի գտնում եմ, որ քեզ ճանաչեն քո գործով, քո երգով, քո կատարումով, ինչ որ մի հատ համերգի, չգիտեմ, նոր տեսահոլովակով կամ աշխատանքով, քան թե քեզ սիրեն քո անձնական կյանքի համար կամ քո մարդկանց հետ ում հետ ես շփվում, ինչ ես անում, գիտես, ես միայն դա, իհարկե դա ասացի, բայց միայն դա նկատի չունեմ։ Ինձ համար շատ կարևոր է, որ արտիստը լինի շոշափելի, որովհետև մենք մարդու կատարողականությունը եւ մարդու երաժշտությունը, երկած ստեղծագործությունները սիրում ենք ոչ թե գլխով կամ ականջներով եւ տեխնիկական որոշ չափորոշիչներով, այլ այստեղով, հոգով։ Եվ եթե այդ մարդը դիպչում է մեր հոգուն, նշանակում է մենք նրան ջերմությամբ ենք ընդունում մեր աշխարհ եւ այդ առումով իհարկե կարող է մարդ լինել ռոբոտ եւ ֆանտաստիկ մելիզմներ անել եւ երգել տեխնիկապես անհնար որոշակի նոտաներ վերցնել, բայց երբ մարդ չի դիպչում որևէ մեկի հոգուն, այդտեղ որոշակի բաց կա։ Եվ երկրորդ ասպեկտը, երբ մարդ շոշափելի չէ որպես արտիստ, մենք իր հետ մեզ չենք նույնականացնում կամ իր էմոցիաների հետ, ու երբեմն ինչ որ անհասկանալի պատնեշ է լինում արտիստի եւ սպառողի մեջ, դրա համար մենք հասկանում ենք, որ այս մարդը լավ է երգում, բայց լավ չենք կարողանում հասկանալ իր տեսակը։ Այ քո դեպքում առաջին ասածս հանգամանքի պարագային, դու կարողանում ես դիպչել, մտնել մարդկանց աշխարհ քո երգով եւ դա շատ կարեւոր բան է։ Օրինակ, երբ ես շատ տխուր եմ լինում կամ մի քիչ գուցե նաեւ գինով, ինչ որ էմոցիաների մեջ եմ լինում, դու ունես մի կատարում կենթանի հնչողությամբ ձայնագրած ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Արթուր Գրիգորիչի Կանգառը, որը ինձ տեղափոխում է ուրիշ աշխարհ։ Ես գիտեմ, որ ես որքան էլ վատ լինեմ, որքան էլ լավ լինեմ, ես այդ 3 րոպեների ընթացքում հավաքելու եմ ինձ այդ երգը լսելով։ Եվ կարծում եմ, որ մարդիկ էլ ունեն իրենց որոշակի կապը քեզ հետ, քո ստեղծագործությունների հետ։ Բայց արի այսօր փորձենք անցնել այդ պատնեշը ու պատմել քո մարդ տեսակի մասին, որովհետև ես գիտեմ, որ այս հարցազրույցից հետո քեզ էլ ավելի շատ են սիրելու։ Դրա համար արի թույլ տանք մարդկանց դա որպեսզի կատարվի, լավ։ Արի։ Պայմանավորվեցինք։ Մաշ, պատմի ինձ, տեսնեմ, թե ինչ ընտանիքում ես Գյումրիում ծնվել, ոնց է անցել քո մանկությունը։ Տես, ես չեմ կարող ասել, որ դաժան մանկություն եմ ունեցել, ամեն ինչ շատ վատ է եղել, չգիտեմ, մանկություն չեմ ունեցել ընկերական շրջան։ Այդպիսի պատմություններ չեմ կարող պատմել, որովհետև իրականում ես միայն ժպիտով եւ միայն լավ հուշերով եմ հիշում եւ իմ մանկությունը, եւ իմ անցյալը, եւ իմ
ներկան, եթե հենց մի րոպե առաջ է եղել, նույնպես շատ մեծ հույզերով եմ այդ ամեն ինչը պատմում եւ հիշում։ Մանկությունից բայց իրականում մանկությունից շատ այդ փողոցային խաղերը, բան այդ ամեն ինչը ինձ մոտ ավելի քիչ են եղել, որովհետեւ ես 4 տարեկանից սկսել եմ երգել, իսկ ծնվել եմ Գյումրիում, Գյումրվա ավանդական ընտանիքում, շատ են հարցնում, արդյոք կա իմ ընտանիքում պրոֆեսիոնալ երաժիշտ, երգող ձայնով, բոլորը շատ լավ ձայներ ունեն, ասեմ, եւ մայրս, հորս այդքան երգելով չեմ լսել, բայց հիշում եմ, որ միասին շատ փոքր հասակից Լուի Ամսթրոնգ ենք լսում բաբիններով, այդ ինձ մոտ շատ տպավորվել է, իսկ որպես երաժիշտ եւ արդեն մասնագիտությանը տիրապետող հորաքույրս է եղել դաշնակահարի, ով հենց եղել է նաեւ խթանը, որ ես այս ասպարեզ մուտք գործեմ։ Հորաքույրդ նաև քո էներգիան է եւ քո այսպես էքսպրեսիան է, ինքը միշտ ներկա է գրեթե ամենտեղ եւ փորձում է քեզ օգնել եւ նաև քեզ ուժ տալ, հավանաբար քո անհատականության ձևավորման հարցում մեծ ազդեցություն է ունեցել, հա, փոքր տարիքում։ Եվ ես միայն ուրախ եմ, որովհետեւ երբեմն լինում են պահեր, որ պատասխան չունեմ ինչ-որ հարցերի իմ մեջ։ Երբեմն լինում են, որ ես ասում եմ, ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ որոշված է, գիտեմ, ինձ պետք չի ասել, բայց հոգու խորքում ես գիտեմ, որ ինձ մի հատ ուժ է պետք, որը ինձ ճիշտ ուղու վրա է դնելու եւ կարծես հատկապես իմ ասպարեզում, որը ես հետագայում արդեն ինքնուրույն հասկացա, որ սա իմն է, ընտրեցի, շատ բարդ է եւ դժվար է հոգեպես հատկապես։ Երկարվեստում ուղղակի այսպես չէ, երգելը կամ այդ ճանապարհով այսքան տարիներ անցնելը, այդ մրցույթները, համերգները, չգիտեմ, անգամ ինչ-որ միտեղ ընկնելը, սովորական համերգը հիմա դարձել է մեր համար հատկապես Հայաստանում ինչ-որ միսիա невыполнима, չէ։ Մեկը որ գնում է, մյուսը ինչ-որ sense վիճակներ կան, անգամ այդ հոգեբանական վիճակից դուրս գալու համար կամ չընկնելու համար հորաքույրս իսկապես շատ մեծ ուժ է եւ հա, որ արդեն չնայած 30 տարեկան եմ, որ ասում եմ ինքնուրույն ամեն ինչ հնարավոր է, բայց երբեմն որ մի վայրկյան մտածում եմ, եթե ինքը չլիներ, ինձ համար շատ ավելի բարդ կլիներ այս ճանապարհը։ Աննա Գրիգորյանի իրավաբանական գրասենյակում ենք եւ կրկին հանդիպում ենք մեր սիրելի գործընկերոջը Աննային։ Աննա, ողջույն, ինչպե՞ս ես։ Ողջույն, լավ դու։ Շատ լավ։ Աննա, մենք այսօր խոսել ենք մարմնական վնասվածքների, այդ թվում նաեւ շան գծելու եւ տարբեր ապրանքանիշերից կամ տարբեր սարքավորումներից վնասվածքներ ստանալու մասին։ Կպատմես արդյոք մարդիկ կարող են կենցաղային իրեր օգտագործելիս վնասվել եւ հետո օրինակ դատի տալ կամ պարզաբանումներ պահանջել այդ ընկերություններից։ Այո, լինում են դեպքեր, որ եթե ինչ-որ մի բան սարքված էր հատուկ ձևով, բայց այդ ձևով չի աշխատում եւ պատահում է դեպք մեկը վնասվում է դրա պատճառով, կան օրենքներ եւ պաշտպանում են մարդու իրավունքները։ Եթե ստեղծված է եղել, let's say, ինչ-որ մի microwave, ու այդ microwave-ը օգտագործելու ժամանակ ինչ-որ մեկը վնասվել է, տրաքել է կամ վառվել է, ինչ-որ մի սխալ ձևով է ինքը աշխատել, մարդիկ իրավունքներ ունեն այդ ժամանակ։ Իսկ ահա երբ մարդիկ պարզապես վնասվում են որևէ հանրային վայրում, լինի դա որևէ խանութ, որևէ հիվանդանոց եւ այլն, այս պարագային երբ միջավ կարող են դիմել մասնագետի։ Պետք է անմիջապես դիմել, որովհետև ինչքան ժամանակ անցնում է, այդքան վնասում է թե իրանց առողջությանը, թե իրանց кейսին։ Եթե մարդը իրական վնասվածք ունի, կապ չի ունենում որտեղ անգել, կարա լինի մոլում, խանութում, հիվանդանոցում, հասարակական ինչ-որ վայր որ լինի։ Հնարավոր է պարզել ով է տերը եւ ում պետք է մեղադրել այս դեպքի պատճառով, եթե եղել է անապահով տարածք։ So ամենակարևորը շատ շուտ օգնություն ստանալն է, որտեղ ժամանակը բոլորի դեմ է։ Շատ լավ, հիշեցնեմ նաև, որ Աննա Գրիգորյանի իրավաբանական գրասենյակը զբաղվում է նաև will and trust-ով, կտակով եւ ժառանգությամբ, այնպես որ բոլոր այս հարցերով կարող եք դիմել նշված հասցեով։ Այս պահին մենք գտնվում ենք ALA Renovations ընկերությունում, որը զբաղվում է ինչպես տանիքների, այնպես էլ սոլար համակարգերի տեղադրմամբ Լոս Անջելեսում։ Պետք է նշել, որ սոլար համակարգերը չափազանց կարևոր են մեզնից յուրաքանչյուրի համար, ոչ միայն բնապահպանության տեսանկյունից, այլ առաջին հերթին հատկապես մեր իսկ ֆինանսների տեսանկյունից։ Մի քանի անգամ կարող եք շահել եւ մի քանի անգամ կարող եք խնայել ձեր գումարը, պարզապես փոխելով ձեր ավանդական էլեկտրոէներգիա ծախսելու մեթոդը սոլար համակարգերի փոփոխմամբ։ Ես վստահ եմ, որ ձեզնից շատերը այս թեմայով տեղեկացված են եւ կրթված, ինչը չափազանց կարեւոր է։ Սակայն ինչպես ընտրել այն ընկերությունը, որը պետք է ծառայի ձեզ սոլար համակարգերի կամ տանիքների վերանորոգման համար։
Առաջին հերթին հենց դες պետք է խորհուրդ տանք այս ընկերությունը ALA-ը։ Ինչու՞, որովհետև չափազանց սրտացավ եւ չափազանց հետեւողական են նրանք յուրաքանչյուր հաճախորդի հետ։ Եվ ինչպես գիտենք, մեծ ընկերությունները երբեմն չեն էլ պատասխանում զանգերի, call center-ները չափազանց վատ են աշխատում եւ այլն։ Իսկ ահա ALA-ում անցկացնելով մեկ ամբողջ աշխատանքային օր ես ինքս փաստորեն հասկացա եւ փաստեցի ինքս ինձ համար, որ յուրաքանչյուր հաճախորդին անմիջապես իհարկե պատասխան է տրվում, յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում է ցուցաբերվում եւ որ ամենակարևորն է եւ նաեւ պրոֆեսիոնալ տեսանկյունից համապատասխան փաթեթ են առաջարկում յուրաքանչյուր առանձնատանը եւ ընտանիքին։ Նշված հեռախոսահամարով զանգահարելով դուք կստանաք տեղեկատվական ինֆորմացիոն աջակցություն եւ որ ամենակարևորն է այցելելով դուք կկարողանաք գտնել ձեզ համար լավագույն փաթեթը։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Маш փոքր տարիքում, երբ արդեն սկսում ես զբաղվել պրոֆեսիոնալ, կիսոպրոֆեսիոնալ երգով, այդ ժամանակ երևի թե ինչ որ առումով նա կորցված մանկություն ես ունենում, որովհետև երբ բոլորը խաղում են, կարողանում են չար իրենց պահել եւ այլն, ժամանակի հետ զբաղվել այնպես ինչպես երեխաներն են զբաղվում, այ քո դեպքում մեծահասակի կյանք է լինում, որովհետև գնալ դասի, հետո գնալ այստեղ, պատրաստվել համերգին եւ այլն։ Այդ առումով ունես զգացողություն կորցված մանկության։ Կա, այո, եղել է, որովհետև ես շատ օրեր եւ շատ իվենտներ բաց եմ թողել հենց իմ պարապմունքների, իմ դասերի պատճառով, այսպես կարծեմ Ֆրոզինգն է չէ ասել, որ եթե մանուկ հասակում դու չես ունեցել հեծանիվ, բայց հետո մեծ հասակում ունեցել ես մեքենա, այդ միևնույնն է նշանակում, որ դու մանուկ հասակում չես ունեցել հեծանիվ, կապ չունի։ Հիմա եթե ես ընկերներիս հետ շատ ժամանակ եմ այսօր անցկացնում, բոլորի հետ շատ մտերիմ եմ, կապ ունեմ, այո, փոքր հասակում ես այդ ամեն ինչից կարծես թե 90% զերծ եմ մնացել, որովհետև երգողը պետք է ֆիզկուլտի չգնա դպրոցում, դրսում ցրտին քամիներին շատ պետք է չխաղա, չգիտեմ, միշտ պետք է պարապեի, անգլերենի էի միշտ հաճախում, սոլֆեջոների պարերի եւ այլն, ինչ-որ բուրըն առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը զբաղված գրաֆիկով էր եւ կարծես հա մի փուլ եղավ, որ ես բավականին բաց թողեցի իմ տարիքակիցների հետ այդ մանկության շունչը, բայց դա նաեւ
ունեցավ իր լավ կողմը, որովհետև այդ ընթացքում էր հենց այն ամենաթանկ ժամանակներ, որ ես կլանեցի, վերցրեցի ամեն ինչ, հասկացա, սովորեցի։ Մաշ բացի ֆիզիկական բացակայությունից եւ մի շարք բաց թողումներից, որ երեխայի կյանքում լինում է, իհարկե կան բազմաթիվ առավելություններ եւ նաեւ կոմպենսացիա լավ առումով այդ ամեն ինչին, բայց մի շատ կարևոր բան է կորում երեխայի մոտ, դա երեխա լինելու հատկությունն է։ Եվ ողջ կյանքի ընթացքում, երբ փոքր տարիքից երեխան հայտնի է կամ բեմում է, ուշադրության կենտրոնում է, ինքը ձևավորում է իր մեջ մի հատ շատ հետաքրքիր ու ըստիս բացասական բան, դա կեղծ ռեակցիաներն է իրականությանը։ Երբ դու բեմում ես եւ տեսախցիկների առաջ ես, դու անընդհատ իրադարձություններին արտիստի նման ես ռեակցիա տալիս, արտիստի նման ես արձագանքում, դիմախաղից սկսած մինչև պարզ, չգիտեմ, արձագանքներ իրավիճակներին, որոշակիորեն բեմական են լինում, կեղծ են լինում։ Դու գիտես ինչպես ժպտալ, ինչպես կանգնել հանրության առաջ, որը կորցնում է որոշակի սխալված լինելու մարդու իծնե տրված իրավունքը։ Դու պիտի պատրաստ լինես, դու պիտի անթերի լինես, դու պիտի այսպես մի ձեռքի հարվածով երգես եւ զբաղեցնես բոլորին ուշադրությունը եւ այլն։ Բայց մյուս երեխաները իրավունք ունեն սխալվելու, ինչ որ բան սխալ անելու, իրենցից ակնկալիքները մեծ չեն։ Այդ առումով դա որոշակի հետք չի թողնում հասուն տարիքում։ Օրինակ չի ձևավորել քեզ մոտ գերազանցիկի սինդրոմ։ Չէ։ Չէ։ Հա, որովհետեւ աղջկա համար բնականաբար շատ պարտադիր էր լինել միշտ ամեն ինչում գերազանցիկ, բայց ես կարծում եմ, որ այդ քո նշած մի քիչ fake պահվածքը ինձ մոտ այդպես էլ չեղավ, բայց ես ունեմ այդ դաստիարակությունը, ես անցել եմ այդ դպրոցը տարբեր, շատ պրոֆեսիոնալ դպրոցներում եւ ուսուցիչների մոտ, երբ դու հենց արթնանաս ու միանգամից պետք է արդեն լինես դերի մեջ, ոչ թե դերի մեջ ձևացնես այդ ամեն ինչը, այլ չէ պատրաստ լինես մարտիկի նման, պադիոմ գնացիր բեմ։ Այդ նաև ինձ Նադեժդա Սարգսյանն է շատ մեծ դասեր տվել այդ առումով, բայց իմ կարծիքով չգիտեմ դա կլինի բացասական կողմ, դա կլինի բոնուս դեպի իմ անձը, բայց ես երբեք չեմ կարողացել ինչ-որ մի բան ձևացնել, անգամ այդ ժպիտը բեմի վրա։ Ես միակ բանը, որ անկեղծ վերցրել եմ բոլոր իմ ուսուցիչներից եւ կարծես իմ մեջ էլ եղել է, հենց այդպես էլ ստացվել է, այդ բեմում ուղղակի լիովին կարողանալ մաքսիմալ այն ամեն ինչը տալ, եւ վոկալի, եւ սրտի առումով, եւ հոգեպես այդ ամեն ինչը տալ։ Իսկ ինչ վերաբերվում ահա այդ ձևական ժպիտը, ձևական շարժը, քայլը իմ կարծիքով չեմ ունեցել։ Անկամ լինում են վիդեոներ, երբեմն ես ինձ նայում ասում եմ լավ, բայց արդյոք արժեր տենց անել։ Գոնե այդ մի բանը պետք չէր էլի անել, հա։ Մաշ Նադյան մի ամբողջ տիեզերք էր հայկական շոու բիզնեսի աստղակամարում, ինքը լրիվ մի հատ ուրիշ երևի թե երևույթ էր եւ այդ առումով ուներ բաներ, որոնք իհարկե հիմա ուղեղիդ մեջ չի տեղավորվում եւ հետ ես գնում նայում ես ինչպես կարող ես երեխայի հետ այդպես վարվել, ինչպես կարող ես երեխայից այդքան բան ակնկալել, երեխայի մոտ սովորել։ Չէ, ուղղակի ինքն իմ կյանքում ահավոր մեծ ազդեցություն է եւ նաեւ ներդրում է ունեցել։ Ես բազմիցս պատմել եմ, որ առաջին մեծ պրոյեկտը ինձ վստահել են իր հորդորով եւ իր հրամանով, այսպես կարելի ասել, հեռուստատեսության ղեկավարների, եւ ես այդ մասին չեմ էլ իմացել։ Ինքը ուղղակի ինչ-որ բան է իմ մեջ նկատել եւ ասել է, որ այսինչ բանը չեմ անի, եթե դա չանի մհերը, ու ինձ ստիպված կանչել են, ես դա արել եմ։ Այդ մասին առիթներ կլինի դեռ խոսելու եւ խոսել եմ, բայց ինչպես էր քո դեպքում Նադյան, ինչպես էր քեզ դարձնում զինվոր Նադյան։ Կարծեմ, հա, հենց իր մոտ եմ ես իմ ծառայությունը սկսել։ Իմ կյանքում առհասարակ կան այնպիսի մարդիկ, ովքեր շատ ուրիշ տակտիկայով են ինձ մոտեցել, բայց ես գտնում եմ, որ այդ տակտիկան իմ հետ չի աշխատել, բայց քանի որ ես շատ մտածել եմ իրենց քայլերի մասին, հասկացել եմ, թե ինչի են իրանք այդպես իմ հետ վերաբերում, որպեսզի ինձ ոգևորեն, որպեսզի ինձ ինչ-որ մի ձև այն որ նեղացնում են, որ դու դրանից կատաղես ավելի լավն անես, այն Նադյան այդպիսին էր, բայց ես բնույթով այդպես չեմ, ինձ պետք է միշտ ասեն, այո, ապրես, որ ես ավելին անեմ, բայց ես հասկացա Նադյայի դպրոցը, որ իրա տակտիկան այդպիսին է։ Ինչ էր անում Նադյան։ Ոյ, նախ իրա դասերը շատ հետաքրքիր էին անցնում, հետո ինքը չուներ այդ գովալ բառերը չէր շռայլում այդքան, չէր կովաբանում,
հատկապես ինձ, չգիտեմ մնացածներին ոնց էր, բայց այդ կարծես մեր մեջ բոլորիս մի հատ sense կայծ էր առաջացնում, որ իա, ոնց հələ մի րոպե, ես այսքան տարի տառապում եմ առավոտից իրիկուն, Գյումրիից եկել եմ Երևան, ես այսքան կոտորվում եմ այս ամեն ինչում, ոնց թե լավ չի, ոնց թե լավ չես երգում, ոնց թե չես կարողանում երգես։ Մի մրցույթ պետք է լիներ առաջին անգամ Հայաստանում, որը կարծեմ հենց Նադեժդա Սարգսյանն էր որպես ղեկավար, տարբեր, չգիտեմ, Երևանից calling։ Հա, ինչ որ այդպիսի մի բան էր։ Ինչ որ պատմություն որ պատմում է, հիմա պատմում է ես իմ կյանքում որ բան է փոխվել, դա եղել է հենց Երևանից calling-ի հետ կապված։ Ու հենց այդ առումով, այդ մրցույթի առումով ինչ որ բան փոխել նաև ինքը իմ հերոսա կարիերայում։ Երկուսիս կյանքում էլ ինչ որ մի հատ այսպիսի քայլ ա եղել, աստիճան։ Վերև ներքև հիմա կհասկանանք։ Պատմիր։ Այդ մրցույթը առաջին անգամ իհարկե Նադյան էր կազմակերպում եւ ես լինելով արդեն երկար տարիների սան, միանշանակ ինձ մոտ անգամ կասկած չկար, որ ես պետք է մասնակցեմ։ Եվ պատրաստվում էինք երկար փորձեր էինք անում, չգիտեմ, այդ հագուստը, ստիլը, երգերը, բան, ու չգիտեմ ինչ եղավ, կարծեմ հիվանդացա մի քիչ, ստրեսից երբեմն լինում է, որ դու չես հիվանդ ֆիզիկապես, բայց ուղղակի ձայնդ կորցնում ես, ու կարծեմ հենց այդպես էլ եղավ, ու այդ ընթացքում նորից Նադյայի հետ ինչ որ sense բարդ շրջաներ, իրեր չենք հասկանում, ինչ ենք անում, ասում չէ, լավ չես երգում, ես լավ չէ, դու չես կարող այսպես Հայաստան ներկայացնես, դու հասկանում ես, ամբողջ աշխարհից գալիս են եւ այլն, դու չես կարող, այն որ sense սպասում եմ, թե ձենս երբ դիմի օր լավանա ես երգեմ, ու այդ մրցույթը արդեն մի քանի օրից է, ես իմացա, որ ես չեմ մասնակցում է հիմա անգամ չեմ հիշում ով, չեմ հիշում բայց որ հիշեի կասեի անպայման։ Չեմ հիշում, մասնակցեցին ու այդպես իմ նեղվածությունը Նադեժդայի հանդեպ մնաց բավականին երկար ժամանակ։ Իրականում, որ ես իրան անչափ շատ սիրում եմ, իր այդ էներգիան, իր այդ ամեն ինչը ու այդ ամենապատասխանատու եւ որոշիչ պահին ես շատ կոտրվեցի իրականում ու որոշ ժամանակ մենք չշփվեցինք, չնայած ես քոլեջ էի դեռ այցելում, սովորում էի քոլեջում, բայց հետո տեսնում էի Նադյային եւ չէիք իրար հետ շփվում։ Շփվում էինք, բայց այդ ջերմությունը դրա առաջվա ոնց որ մի պուճուր հանգել էր այդ կրակը մեր երկուսի մեջ, բայց հետո Նադեժդա Սարգսյան իմ հայտը ներկայացրել էր The Voice-ին։ Դու հիշում ես Նադյայի հետ ձեր վերջին շփումը։ Վերջին շփումը ինձ մոտ տպավորվել է, որ ինքը արդեն վատառողջ էր ու ես իրենց տուն հորաքրոջս հետ գնում էինք իրեն տեսնելու անգամ հիվանդանոցում, ցավոք սրտի այդ տեսարանն է իմ աչքի դիմաց, որպես Իսկ ինչ եք խոսել վեր։ Ես հիշում եմ, որ մահից մոտ 2 օր առաջ եմ զանգել Էմին հեռախոսը փոխանցեց ու ինքը այդ ողջ ընթացքում խոսում էր մեր մասին, որ երեխեք լավ եղեք եւ այլն։ Քո դեպքում ինչ էր խոսում, ինչ եք իրար հետ կիսվում։ Կարծեմ հենց նույն բաներն էր խոսում, որովհետև այդ ուժը, որ ինքը մեզ ամբողջ ընթացքում փոխանցել է, այդ ուժով, որ ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում ապրել է, վերջում միայն մնացել էր իրեն ասելու այդ իսկականից այդ ամենաբարի, այդ ամենանուրբ ու սիրուն խոսքերը բոլորիս ու մինչև վերջին պահը ես հիշում եմ, որ ինքը շատ ուժեղ էր ու երբեք չէր թուլանում ոչ մի վայրկյան, անգամ մինչև ամենավերջի օրը ինձ թվում է ինքը աշխատում էր, ես այդպես էլ եմ իրեն հիշում, որ դեռ զանգում էր այստեղ այնտեղ գրում, բան, քոլեջը, էսայինը, դորեմին, ես իրան ուժեղ եմ հիշում, երբեք չեմ տեսել ընկած, հատկապես այդ վերջին անգամներն էլ որ հանդիպել ենք, տեսնում էր որ ֆիզիկապես մարդը փոխվել է, լրիվ ուրիշ մարդ է դարձել, բայց իր այդ աչքերի, ու հիշում ես աչքերը իր ծիգրվի էին, հատիկներ կար աչքերի մեջ, այդ իր փայլը ես ոչ ոքի մոտ չեմ տեսել, անգամ այն մեր որ Հայաստանում եկեք կոչենք ամենապոպուլյարնի արտիստի մոտ այդ աչքի կայծը ես չեմ տեսել, որը կար հենց Նադյայի աչքերի մեջ։ Մաշ երբեմն ինչ որ առումով հիշում ես, զրուցում ես, ինչ որ կապ կա։ Երբեմն ես իմ կապն եմ իմ հետ կորցնում անգամ։ Ինչ որ դեպքերը մտածում ես Նադյան ես ելույթի մասին ինչ կմտածել։ Բայ հա, շատ, որովհետև իր կարծիքը ինձ համար շատ կարևոր էր ու մինչև քոլեջի տարիներ անգամ դրանից հետո հա մենք իրար հետ միշտ զրույցի մեջ ենք եղել, էսը ոնց էր, այնը ոնց էր։ Իսկ վերջին անգամ երբ ինչ որ միտեղ ելույթ ես ունեցել ու դուրս ես եկել բեմից ու մտածել թե հիմա ինչ կմտածեր Նադյան։ Օրինակ կուզեի դա լիներ, չգիտեմ, Սլավյանսկի բազարի իմ ելույթը կամ ավստրալական The Voice-ի ելույթից հետո ինձ շատ հետաքրքիր կլիներ, որովհետև Հայաստանի The Voice-ից հետո չնայած որ նշեցի մենք մի քիչ բայց ինքը զանգեց ու ասեց որ շատ ընտիր էր, ապրես
ու այդ իմ համար աշխարհարժ էր, որովհետև մինչև այդ օրը ես այդ ապրես բառը իրենից չեմ լսել։ Հաշ 2013 թվականին հայկական հեռուստատեսությունը բեկումնային որոշում է կայացնում միջազգային ամենահայտնի ֆորմատներից մեկը իրականացնելու, դա The Voice նախագիծն էր Հայաստանի ձայնը։ Իսկապես դա հեղափոխական նախագիծ էր։ Ես հիշում եմ, թե ինչպես էր ողջ մեդիա հոլդինգը, որտեղ նաև ես աշխատում էի, պատրաստվում այդ մրցույթին, Եվրոպայից պրոֆեսիոնալներ էին գալիս, անգամ, չգիտեմ, Լուիսը, իրենք էին որոշում միջազգային չափանիշներին այդ նախագծի Bible-ին համապատասխան։ Եվ ով պիտի լիներ առաջին The Voice-ի հաղթողը, բոլորը այդ էին քննարկում, որը մեծ սկանդալով ուղեկցվեց եւ չգիտեմ ինչի, ես չեմ իմացել այդ սկանդալը։ Ես հիմա քեզ հիշեցնեմ այդ սկանդալը, որ չգիտես ինչու դրա կենտրոնում էլի ես էի կանգնած։ Չգիտեմ ինչի։ Դու ոնց որ իմ ամբողջ կյանքում հետևում ես ինձ։ Ես հիշում եմ, որ արդեն եզրափակիչներ եւ եզրափակչում մնացել էիք դու եւ Արզումանյան Գայաներ, Արզումանյան։ Արզումանյանն, բայց Նարեկներ կար 4 էին։ Ու ֆավորիտները դու եւ Գայանե Արզումանյանն էիք, բոլորը հասկանում էին, որ դա հաղթելու ես կամ դու, ով ունի անթերի վոկալ եւ այսպես պարկեշտ աղջկա կերպար, ով բեմում տենց փայլում է դիվայի նման եւ ունենք երկրորդ տարբերակը կրկին հզոր ձայն, անբացատրելի էներգետիկա եւ էքսպերիմենտալ արտիստ, ով այսպես համարձակ էր։ Ու միաժամանակ նաև երկու քոչերի հետ կապված այդ մենամարտը կար, Արտո Թունջբոյաջյան եւ Սոնան, բոլորի սիրելի, եւ Արտո Թունջբոյաջյանը գալիս է մեզ մոտ հարցազրույցի Փոփանագիտարան եզրափակչից առաջ ու ասում, որ եթե հաղթի Մաշա Մնջոյանը, ապա նա այսուհետ ելույթ է ունենալու հաստատ ինչ-որ Բելաջո ռեստորանում։ Անցած օրը ես ուզում էի հիշեի այդ արտահայտությունը որտեղ է, ես հիշում եմ, բայց չգիտեմ որտեղից է աղբյուրը։ Դա մեծ սկանդալ էր, որովհետև մրցույթը չավարտված, Արտո Թունջբոյաջյանը կասկածով է վերաբերվում քեզ, ասում, որ դու հերթական ռեստորանային արտիստը պիտի դառնաս։ Այդ ես հիշում եմ, որ քեզ շատ նեղացրել էր եւ շատ էմոցիոնալ ապրումների մեջ էր գցել։ Դու էլ եկար արդեն հարցազրույցի մեզ մոտ հաղթելուց հետո պատասխանելով իրեն եւ այլն։ Ինչ էր քեզ հետ կատարվում այդ ընթացքում, երբ դու հասկանում ես, որ այն ժամանակ էլ այսպես իրար վրա ցեղ չէին շպրտում ամեն կայքում եւ հաղորդման ընթացքում, դա իսկականից մեծ իրադարձություն էր։ Տեսեք, ես եղել եմ 17 տարեկան, երբ The Voice-ը սկսվել է, այսինքն ամենաերիտասարդ մասնակիցն եմ եղել ու ինձ համար որպես առաջին TV շոուն էր դա, ես երբևիցե այդպիսի նախագծի չէի մասնակցել, չնայած Art 2 նոյացիայի հետ շատ էինք մենք շրջագայել, բայց TV շոու լարվածությունների, շատ պատասխանատվությունների, շատ ճնշումը, ժյուրին, ինչ-որ դրսից եկած մարդիկ, դե Սոնային էլ ես համերգների ընթացքում էի տեսեի, իմ անձամբ շփումը հենց The Voice-ի ընթացքում է սկսվել, Արտոին չէի ճանաչում, դե թաթային գիտենք, Սոֆին, ինչ որ sense շատ լարված պերիոդ էր, բայց ես կարծես թե ձուլվեցի այդ ընթացքում այդ ամեն ինչի հետ եւ մասնակիցներն էին շատ լավը, sense շատ ուրիշ էր այդ ամեն ինչը, շատ ջերմ եմ հիշում, բայց հա, այդպիսի խոսակցությունները բնականաբար 17 տարեկան աղջկան կխոցեն։ Ես հիմա հիշում եմ, որ ես կոտրվեցի դրանից բայց հետո իհարկե մտածել եմ այդ առումով, հասկացել եմ, ես իմ եզրակացությունը հիմա այս տարիքում ունեմ, բայց այդ շրջանում ես ահավոր կոտրվել էի ու ամեն անգամ ինչ որ մի հատ արտահայտություններ լինում կուլիսների հետևում, մի հատ ինտերվյուում, դե ամենամեծը էդ էր, բայց ասեմ, որ մենակ այդ չի եղել, այսինքն կուլիսներում էլ են լիքը տարբեր արտահայտություններ լինում էին, էս էին ասում, նույն բանը կարծեմ նորից կրկնվել է անգամ իմ ելույթից հետո, որ հաղթանակի իմաստը որն է, կարևոր է այն, ինչ պետք է անես հետո դու քեզ ինչի դա պետք է հաղթանակը, ինչ որ մեկն ասում էր, որ իմ համար արդեն խոսացած է, ես պետք է հաղթեմ, ես պետք է անեմ, ու ես հիմա եթե մի քիչ ուժ եմ հավաքել, մի քիչ փորձ ունեմ ու մի քիչ պատնեշ կա իմ էմոցիաների դիմաց, այն ժամանակ չկար, այն ժամանակ ես անչափ կոտրվում եմ եւ միակ մարդը այդ ընթացքում որ ով կարող էր իմ մեջքին կանգնել, այդ Սոնան էր։ Ամեն անգամ տեսնելով իմս հայացքը, ասում էր հիմա ինչ ա եղել, հիմա ինչ ա եղել ու այդպես կարծես մինչեւ ամենավերջին փուլը ատամներով պահած գնացինք, եթե իմ կողքը հաստատ Սոնան չլիներ ու իմ քոչը Սոնան չլիներ, ես առաջին իսկ վայրկյանից կոտրվելու էի ու հաստատ չէի հասնի մինչև վերջ, որովհետև շատ կարևոր է, երբ ինչ որ մեկը քեզ ճիշտն է ասում, ոչ թե անիմաստ դուխ է տալիս, իսկապես ամենաճիշտն է ասում, որ պետք չի տրվել այս
հոսանքին գնալ այդ մարդկանց նեգատիվը, որովհետև իրենց ուզածը հենց այդ է։ Երբ որ մարդ քեզ ասում է այն ինչ որ իրականությանը չի համապատասխանում, բայց դա քեզ խոցում է, դու գիտես որ դա ճիշտ չի, բայց հնարավոր չի որ չխոցվես, որովհետև քեզ վիրավորում է, քեզ նեղացնում է այդ փաստը, որ հետ չի համապատասխանում, բայց միևնույնն է քեզ այդ ասվում է։ Այդ վիրավորանքներից հետո որ քեզ հասցրեց Արտո Թունջբայաջյանը եթերում։ Ես նեղացած չեմ հիմա էլ բացարձակ։ Եթե Արտոն երբևիցե կնա ես հաղորդումը չեմ կարծում, որովհետև The Voice-ից հետո ես իրեն անձամբ երբեք չեմ հանդիպել, այս 13 տարվա ընթացքում իրեն չեմ հանդիպել։ Բայց եթե ինքը կնայի, ես հույս ունեմ, որ ինքը շատ լավ է, ես էլ եմ լավ, եւ ռեստորանում եմ երգում, եւ բեմում եմ երգում, եւ դրա մեջ ես բացարձակ ոչ վատ բան չեմ տեսնում։ Այն ժամանակ թե ես վիրավորվել եմ, որովհետև իմ համար երկարվեստը եւ այս աշխարհը նորություն էր եւ ինձ թվում էր, որ ինքը Կարնեգի հոլի տեսքը միայն ունի եւ ռեստորանը դա կլինի վիրավորանք, բայց ես հասկացա անմիջապես հետո, որ դուք վիրավորել եք շատ ու շատ մարդկանց նաեւ դրանով ասելով, ճիշտ է։ Եվ ես դրա հետ համաձայն չեմ։ Եվ առաջ, եւ հիմա, եւ հետո առիթներ կլինեն, որ այո, ինչի՞ չէ, ռեստորանում բոլորս էլ կերկենք եւ դրա մեջ ոչ մի վատ բան ես չեմ տեսնում, ելի եմ կրկնում, շատ եմ ասել, նայած ով ինչ է երգում, նայած ով ոնց է ներկայանում եւ ներկայացնում այդ սիտուացիան։ Այնպես որ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ ինձ կոտրել են կամ փորձել են կոտրել, ես չեմ կոտրվել։ Ես Ավակյան Law Firm-ում եմ։ Ավակյան Law Firm-ը երկար տարիներ շարունակ պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ կարողանում է լուծել մարդկանց միգրացիոն խնդիրներն ու հարցերը։ Այսօր այս իրավաբանական կազմակերպության հիմնադիրն եմ կողքին Թեմինա Ավակյանը, ով աշխատում է պրոֆեսիոնալ եւ շատ ճանաչված իրավաբանական մեծ թմի հետ։ Միասին այսօր խոսելու ենք միգրացիոն հարցերից։ Թեմինա, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում, մենք ձեր աշխատանքային օրը միշտ ընդհատում ենք, բայց փոխարեն օգնում եք մեծ թվով մարդկանց ստանալ տեղեկություններ, հավաստի տեղեկություններ։ Այս անգամ խնդրել են ճշտել ձեզնից, արդյոք միգրացիոն ոլորտը Միացյալ Նահանգներում բարդացել է նախորդ տարիների հետ համեմատած։ Անշուշտ բարդացել է մահեր, նույնիսկ առաջին հայացքից պարզ թվացող ընտանիքի վերամիավորման գործերը շատ հաճախ ավարտվում են ձերբակալություններով, սակայն մեր պրոֆեսիոնալ թիմը միշտ գիտի, թե ինչպես լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող իրավական խնդիրները։ Ամենահետաքրքիրն այն է, որ դուք մի հարկի տակ հավաքել եք մեծ թվով իրավաբանների, ովքեր երկար տարիների աշխատանքային պրոֆեսիոնալ background ունեն, այսինքն կենսագրություն ունեն, եւ հետաքրքիր է, որ նրանցից յուրաքանչյուրը իր խորհրդով օգնում է кейսին։ Եթե նախկինում մի հոգի էր նայում кейսը, ապա ճիշտ եմ հասկանում, հիմա բոլորով են միասին քննարկում լուծումները։ Այո, բոլոր գործերի վրա աշխատում է թիմ, տարբեր կարծիքներ են արտահայտում եւ գտնում են լավագույն լուծումը։ Հուսանք, որ 2026 թվականին եւս Ավակյան Law Firm-ը կօգնի ձեզ արդեն օրինական ճանապարհով բնակվել այս երկրում եւ դուք միշտ կարող եք զանգարել նշված հեռախոսահամարով։ Իսկ այս պահին ես գտնվում եմ Aroma International Marketplace-ում, որտեղ հասցրել եմ արդեն լինել բազմաթիվ անգամներ եւ պիտի ասեմ, որ մեր հայրենակիցների ամենասիրելի խանութն է այն հասցրել դառնալ։ Ոչ միայն իր ընտիր տեսականու եւ ամենակարևորը մատչելի գների համար, իսկ գները իսկապես մատչելի են եւ իհարկե պիտի ասեմ, որ նաեւ գերազանցում են բոլոր հայկական խանութներին իրենց մատչելիությամբ եւ ճկուն գնային համակարգով։ Բոլոր նրանք, ովքեր կհասցնեն նաեւ գնումներ անել ամանորի համար, Aroma International Marketplace-ը ունի անակնկալ։ Դրսում տեղադրված են լիմոնադներ, ջերմուկներ եւ այլն, դրանք ինքնարժեքից 30% ավելի էժան են, նման բան որևէ հայկական խանութում չեք գտնի, այնպես որ այցելեք Aroma International Marketplace։ Ձեզնից շատերը արդեն գիտեն Artin Beauty-ում տիրող մթնոլորտի, պրոցեդուրաների եւ պրոֆեսիոնալիզմի մասին։ Այս պահին իմ կողքին է բժիշկ Արտակ Մկրտչյանը։ Միասին մենք այսօր խոսելու ենք կարևոր թեմայի մասին։ Ողջույն բժիշկ, ինչպե՞ս եք։ Բարև ջան, շատ լավ, դուք ո՞նց եք։ Այսօր եւս կարևոր բանի մասին եք պատմելու, համեցեք։ Դուք երևի գիտեք Ամերիկայի խնդրեմը ամենամեծ դա գերությունն է, ավելորդ քաշ, դա ոչ միայն շատ հաճախ տգեղ է, բայց նաև առողջական իր խնդիրներ ունի, սկսած հոդացավերից, սրտանոթային համակարգից եւ այլն, հիմա դրա մասին չասեմ։ Վերջերս շատ պոպուլյար են դառել այն ենթամաշկային սրսկումները, որոնք որ օգնում են ձեզ բնականորեն քիչ ուտել
իրենք իջեցնում են ձեր ցանկությունը, այդ որ չեք կարողանում քիչ ուտել եւ բնականորեն դուք սկսում եք աշխատել նեգատիվ կալորիկ բալանսի վրա, այդ սրսկումները շաբաթական մեկ անգամ են, իրենք համարյա side effect-ներ չունեն։ Անունները որոնք են այդ սրսկումները։ Կարող եմ օրինակներ բերել, Ozempic-ն է, Wegovy-ն է, Tirzepatide-ն է։ Ես սիրում եմ Tirzepatide-ը, Zepbound-ը, որը Բժիշկ ես լսել եմ, որ շատ side effect-ների հիմնական մասը դա տրամադրության կտրուկ անկումն է, դեպրեսիվ տրամադրությունը, արդյոք դա միֆ է թե իրականություն։ Տեսեք, դրա համար ես սիրում եմ բժշկությունը, որտեղ ամեն անհատ ցանկանում է որ պահանջում է անհատական մոտեցում։ Դրա համար գնացեք այնտեղ, որտեղ կա բժիշկ, որը կարող է շաբաթական ձեզ տեսնել եւ կախված ինչպես եք դուք տանում, դոզայի ճիշտ adjustment անել։ Դա կախված է նաև ներարկման դոզայից, հա։ Իհարկե, հաճախորդներ կա գալիս են ասում են, գիտեք, ես ուզում եմ մի քիչ շուտ գցենք, եկեք սկսեք 10 միլիգրամից, իհարկե դա ճիշտ չի, որտեղ դուք պետք է օրգանիզմին կամած սովորացնեք այդ դեղին, որպեսզի side effect-ներ չլինեն։ Այսինքն, եթե ճիշտ մոտեցում ես անում, միակ բանը որ լինում է, մեկ-մեկ մի փոքրիկ սրտխառնոց են լինում եւ ավելի շուտ են զգում այդ որ կուշտ են, լցված են, բայց դեռ չենք ունեցել, որ ինչ որ side effect-ների պատճառով կանգնի։ Իհարկե պետք է ես ձեզ հետ զրուցեմ, եթե դուք ճիշտ պացիենտ եք դա սկսելու համար, որտեղ կան մի երկու բաներ, որ չի թույլատրվում անել։ Բժիշկ Արտակ Մկրտչյանը ի տարբերություն այլ էսթետիկ բժշկական կենտրոնների պրոֆեսիոնալ եւ իսկական բժիշկ է, ով աշխատում է ամերիկյան հեղինակավոր կլինիկայում, այսինքն ձեզ կարող եք այստեղ վստահ եւ ապահով զգալ։ Դու հաղթում ես առաջին հայկական The Voice-ը եւ դառնում ես հաղթող այդ մրցույթի, հետո էլի մի շարք եթերներ, չգիտեմ, ինչ որ համերգներ եւ այլն, բայց էլի քո աստղը չի վառվում։ Մենք տեսնում ենք, որ Մաշա Մոնջոյանը թույն երգչուհի է, բայց որևէ մեկ իրենով լուրջ չի զբաղվում։ Որևէ մեկը չի տալիս լավ երգ, որևէ հեռուստակայանը չի զբաղվում իր պրոդյուսինգով, ռասկրուտկայով եւ այլնով։ Այս մարդու աստղը խոստացվածի նման չի վառվում։ Ու քեզ գրեթե ճանաչում են բոլորը, բայց էլի չկա կապը լսարանի հետ, որովհետև գիտեն լավ երգչի է, բայց դեռ չեն կարողանում նույնականացնել իրենց էմոցիաների հետ։ Եվ տեղի ունենում հրաշք, եւ տեղի ունենում մի բան, որ ստիպում է բոլորին գանվել էկրաններին, երբ դու որոշում ես մեկնել Ավստրալիա եւ մասնակցել ավստրալիական The Voice նախագծին։ Այնտեղ քո ամեն ելույթ եւ առաջին ընտրությունից սկսած մինչեւ արդեն դեպի եզրափակիչներ գնացող քո բոլոր ելույթները դրանց հետևում են գանված էկրաններին միլիոնավոր հայեր Հայաստանում կարող են փաստել, ես այդ ժամանակ վարում էի առավոտյան ծրագիրը Լոս Անջելեսում եւ բոլորը ուղակի խոսում էին այդ ելույթների մասին, բոլորը նույնականացնում էին քո էմոցիաները, այդ պահին ապրելու իրենց էմոցիաների հետ եւ այդ ժամանակ նոր վարվում է քո աստղը որպես լավ երգչուհի։ Պատմիր այդ փուլի մասին, որը շատ բեկումնային ու կարևոր փուլ է եղել։ Մենք 90-ականների եւ 2000-ականներին մեծացած այդ սերունդն ենք, ում համար Destiny's Child խումբը դա երևի թե աշխարհի ամենահայտնի խումբն է եւ մինչեւ հիմա էլ դա ֆենոմենալ խումբ է Beyoncé-ի, Kelly Rowland-ի մասնակցությամբ եւ Երրորդին ոչ ոք չի հիշում։ Ես նոր հիշում եմ անունը։ Մի խոսքով Միշել է անունը, դες հիշեցի։ Եվ Kelly Rowland-ը քոչերից մեկն է, Boy George-ով լեգենդար արտիստ է եւ համարվում է Elton John-ից եւ չգիտեմ George Michael-ից հետո ամենամեծ մեծ արտիստներից մեկը The Guy, մի խոսքով լիքը արտիստներ, ովքեր համաշխարհային փոփի, այսպես կենտրոնում են կանգնած։ Բոլորը հիանում են քո ելույթով։ Մի աղջիկ ով Գյումրիից Երևան է հասնում ու Երևանից հասնում ավստրալիական The Voice։ Պատմիր այդ ողջ ճանապարհորդության մասին։ Հիմա սկսեմ այն Հայաստանի The Voice-ից, որ ասեցիր ինչ որ մի բան լինում է որ աստղ։ Ես հասկացել եմ, որ յուրաքանչյուր հաղթող այդքան չի հաջողում իր ճանապարհը մինչև մի որոշակի ժամանակ, ինչքան չհաղթողը։ Այդ արդեն հստակ գրված, հստակված բան է, չգիտեմ ինչու՞մ է կայանում իր ֆենոմենը, բայց այդպես է, ով չի հաղթում շատ ավելի արագ ու շատ ավելի մեծ անուն է ձեռք բերում այդ ընթացքում, քան թե հենց հաղթողը։ Ինձ թվում է դա ուղղակի այն կոպիտ ասած արխային ընկնելու երևույթն է, որովհետև քեզ թվում է, որ դու հաղթել ես, ուրեմն վերջ, դրանով ամեն ինչ ասված է, եւ դրանով դու մի պահ հանգիստ ես, ու այդ մի պահը տևում է տարիներ։ Այո, Ավստրալիա գնալը կարծես ամենաճիշտ եւ ամենալուսավոր որոշումներ այդ ընթացքում
Քանի որ արդեն դվոյսից հետո մի քանի տարի Հայաստանում եմ եւ զգացի, որ Հայաստանում այն ինչ որ ես երգում եմ, այն ինչ որ ես կարողանում եմ այս պահին անել, ինքը հասել է իր ամենագագաթնակետին եւ դրանից ավել իմ ուժերի մեջ ես չեմ կարողանա անել։ Եվ Ավստրալիա որոշեցի, քանի որ բարեկամներ ունեմ, որովհետեւ նշեմ, որ հաստատ ես երբևիցե ուրիշ տեղ չէի գնա ապրելու, եթե չունենամ հարազատ մարդիկ, որովհետև ես շատ հարցազրույցներում անգամ ասել եմ, որ ահա որ բարդ է տեղափոխությունը, դու էլ ինքդ կփաստես, որ ինչքան դժվար է լինում, երբ մարդ իր տնից տեղափոխվում է բացարձակ անծանոթ տեղ։ Եթե ես չունենայի իմ բարեկամներին եւ հարազատներին, հաստատ չէի տեղափոխվի, բայց քանի որ կային իրենք, այդ որոշումը մենք միասին ստեղծեցինք եւ այդ հնարավորությունը եղավ տեղափոխվելու, սովորելու։ Բայց այդ ընթացքում տեսանք, որ կա նաև Voice-ի, այո, 10-րդ սեզոններ, բայց քանի որ ես այդ մրցույթներից արդեն մինչև ստեղ հոգնած, ես երբեք չեմ մասնակցի, տանեցիներ այնտեղ մասնակցեց, ասացի չէ, նորից թաքուն ինձանից, իմ հայտը ներկայացրել էր, հա, այս անգամ էլ արդեն իմ բարեկամուհին Աննան, ու կարծես էլի ճիշտ որոշում էր, որովհետև ես գտնում եմ նաև, որ ես չեմ անում այդ քայլը, բայց այն մարդիկ, ովքեր անում են իմ փոխարեն, իրենք վստահ են ուղղակի իմ վրա, որ ես իրենց երբեք չեմ հիասթափեցնի, ես երբեք իրենց անունը կետնով չեմ տա, այդ իսկ պատճառով իրանք իմ թիկունքում անում են լավ բաներ, այդպես կոչենք են։ Եվ այո, շատ լավ որոշում էր այդ, մասնակցեցի The Voice-ին, իհարկե այդ ճանապարհը շատ արագ անցավ, հայկականի նման 8 ամիս չտևեց, շատ ավելի կոմպակտ էր, չնայած ընթացքում COVID-ը սկսվեց, ամեն ինչ խառնվեց, չգիտեինք պիտի շարունակվի, պետք է չշարունակվի, բայց ամենատպավորիչը բնականաբար հենց իմ առաջին փուլն է եղել, որ հարցնում են կարող ես այդ տարբերությունը ասես ինչն է հայկականի եւ ավստրալիականի, ահռելի մեծ տարբերություն է, ես անգամ չեմ կարող հատ առ հատ թվարկել, բայց հասկանում եմ ինչի է տարբերությունը շատ, որովհետև այդ մարդիկ արդեն 10-րդ սեզոնն էին անում ու իրենց համար դարձել էր դա ուղղակի մի բաժակ ջուր, The Voice նկարահանելը։ Առաջին փուլը հիշում եմ, որ բոլորով ես պետք է լինեի եւ support team-ը կանչել էին առավոտյան ժամը 6-ին, բայց ես երգել եմ գիշերը 12-ին։ Էներգիա զուրկ, արդեն ոչ մի էմոցիա էլ չկա, բայց գիտես, որ եթե այդ պահը դու 2.5 րոպեն չօգտագործես, ուրեմն անիմաստ ես եկել այսքանը ու ինչքան ամոթ կլինի, բայց իմ մտքում այդ չգիտեմ ճիշտ է թե սխալ, իմ մտքում եղել է, որ վայ այնց երկեն գոնե Հայաստանում նայեն, չասեն վայ Մաշա ջան, տունը լավ էր երգում։ Հանկարծ այդպիսի մի հատ կարծիք չառաջանա ոչ մի Հայաստանից, նա ինձ Հայաստանը ամենակարևորն է եղել այդ ընթացքում իմ մտքի մեջ։ Բայց ի զարմանս ինձ, ի ուրախություն, հա, այդ ելույթը ստացվեց շատ լավ ու կարծես արդեն բոլորը ոնց որ լսած լինեին, իմացած լինեին ով պետք է երգի։ Դրա համար ինձ ամենավերջն էին գցել, որ գիշերվա 12-ին հաստատ կերգի այս աղջիկը, թողեք ինքը կերգի, ու այնպեսի տպավորություն, որ բոլորն արդեն ինձ ճանաչում են։ Հա, չնայած ինչ-որ ներքին տենց խոսակցություն եղել են, բա ում պետք է ընտրես պրոդյուսերներից, ես պես մտածել եմ ում պետք է ընտրեմ, իրանք ոնց որ ինձ ուղղորդեցին անգամ։ Ինչպես էին ուղղորդում, ինչ էին ասում։ Ով ավելի օգուտ կտա, հա, հավանաբար քեզ կամ ոչով ավելի մոտ։ Դե փակագծերը չեն բացում ինձ թվում է, ամեն դեպքում իրենք շոու են անում ու այդ շոուն կամված բոլորը նայում են 24 ժամ կրկնության վրա։ Ես Guy Sebastian-ին էի մտածում ամենասկզբից, Boy George-ին, նաև Kelly-ին, բացի Delta-ից ես երեքի մասին էլ մտածում էի Guy-ը, որովհետև ավստրալացի էր, ասացի միգուցե հետագայում կկարողանանք գործունեություն ծավալել, չգիտեմ։ Դե Kelly-ին որպես արդեն Ամերիկայի շկոլա, իսկ Boy George-ը մարդ ով Michael Jackson-ի նման փառեղ արտիստների հետ է աշխատել։ Ինձ ուղղորդեցին, ասեցին, եթե մեզ կլսես, քանի որ քո թվարկացանկում կա այդ անունը անգամ, Kelly-ին ընտրի։ Okay, ինպես չի որ ես չեմ սիրում, եղավ, շատ լավ, բայց այդ պահին էլ չես հավատում, որ ասում են Kelly-ին կընտրես, միևնույնն է այդ հավատը չկա, բայց արդյոք Kelly-ին պատտվելու է, որ ես իրան ընտրեմ, հələ մի րոպե։ Բայց արդեն որ 4-ը պատտվեցին, հա, էլի չէի կասկածում, միանգամից Kelly-ի մոտ գնացի, բայց երկրորդ փուլում երբ Kelly-ն ինձ դուրս թողեց, ես դուրս եկա պրոդյուսերների հետ մի քիչ կռիվ եմ արել Գյումրվա բանը, տրադիցիոն կռիվներից եմ մի քիչ արել, ասի դուք հասկանում եք Հայաստան ինչ կմտածեն իմ մասին, սենց շոու եք դուք անում, իմ հաշվին շոու եք անում, չէ, բայց իրականում այդ ամեն ինչը հիմա որ հիշում եմ շատ
Շատ էմոցիոնալ էին, անգամ բարեկամներս զալում նստած այդ դուետի բաթլի փուլում ես հիմա որ նայում եմ, էլի ծիծաղս գալիս է, բայց ասես վրթոված բոլորս, թե ոնց, Մաշան դուրս մնաց, ոնց դուրս մնա, բայց լավ է, որ իրենց գծած այդ շոուն ճիշտ այդպես աշխատում է։ Իսկ շփում եղել է հետագայում այդ քոչերի հետ, այսինքն երբ քեզ մրցույթից դուրս են թողնում, հասկանալով որ իրենց լավագույն արտիստներից մեկն ես, հետագայում փորձում են ինչ-որ կապ հաստատել եւ այլն։ Հետագայում չէ, մրցույթից հետո չէ, բայց ասեմ, ընթացքում էլ շատ հայկական մեր ձևերով շփում չի եղել մտերմիկ, մենք շփվել ենք միայն նկարահանումների ժամանակ։ Նույնք էլի հետ իհարկե մի փուլ առիթ ունեցա իր հետ շփվելու, հենց նկարահանման հարթակում ենք մենք իրար հետ շփվել, դրանից հետո չենք տեսնում իրենց, այսինքն այդ փորձեր, պարապմունքներ, բան, այդպիսի բաներ չկան։ Ես բնականաբար մրցույթից հետո փորձել եմ եւ Instagram-ով եւ Facebook-ով Քելին եւ Boy George-ին գրել կապ հաստատել, որտեղ ես վերջերս Նյու Յորքում էի, Boy George-ն էլ էր այդտեղ մյուզիկլ անում ու ես շատ ուզում էի իրան տեսնել, գրեցի, բայց չպատասխանեց, ինչ անեմ։ Բայց նաև այդ պրոֆեսիոնալիզմը կարելի է այդպես կոչել, նրանում է, որ այդ առօրյա շփումը, այդ առօրյա խոսակցությունը շատ չկան։ Վարքյան առ վարքյան գրված նկարահանումներ են, խոսքից սկսած, շարժումից վերջացած, ամեն ինչ գրված է այնտեղ։ Իմպլանտում ատամնաբուժական կլինիկա։ Կլինիկան ղեկավարում է ատամնաբույժ Սարգիս Փափազյանը եւ իհարկե նրա հետ միասին աշխատում է մի ողջ բուժ անձնակազմ։ Դե ինչ, ատամնաբուժարանները շատ են, ատամնաբուժները շատ են, իդեպ որակյալ ատամնաբուժները շատ են, սակայն կուզենայի իմանալ, դոկտոր, թե ինչով եք հատկապես դուք առանձնանում, որն է ձեր առավելությունը, ձեր կլինիկայի առավելությունը։ Իհարկե, նախ շնորհակալություն ձեր այցի համար։ Նշեմ, որ իմպլանտումը մենք ունենք 3 տարբեր երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ Ռուսաստանում։ Ու մեր գլխավոր առավելություններից մեկը այն է, որ մենք բոլորս համագործակցված աշխատում ենք, այսինքն գործողություններ կա, որ սկսվում են այստեղ, վերջանում են Հայաստանում եւ հակառակը սկսվում են Հայաստանում եւ վերջանում են այստեղ։ Մենք բավականին մատչելի ենք մեր հասարակության համար ամեն առումով ու ինչպես դուք լավ գիտեք, մեր ցեղանոթը համապատասխանում է Ամերիկայի ստոմատոլոգների ասոցիացիայի պահանջներին եւ մեր մնացած կլինիկաները նույնպես, սա մենք կարողանում ենք առանց ոչ մի խնդրի իրար հետ համագործակցել եւ ստանալ բարձրագույն արդյունք։ Դե ինչ դա մեծ առավելություն է, դրա մասին ես արդեն նշեցի եւ կարծես թե համախմբված ընտանիքի նման է աշխատում իմպլանտումը իր բոլոր մասնաճյուղերով եւ բժիշկներն համագործակցում են մեկը մյուսի հետ, արդյունքում կարևորելով պացիենտի առողջությունը եւ իհարկե այն վերջնական արդյունքը, որով պացիենտը լիարժեք կարողանում է ժպտալ եւ հիշել ձեր մասին միայն լավ խոսքերով։ Ուրախ եմ համագործակցության համար եւ կարծում եմ դեռևս ունենանք բազմաթիվ առիթներ ձեզ ներկայացնելու իմպլանտումի եւ մասնավորապես բժիշկ Սարգիս Փափազյանի ղեկավարությամբ Լոս Անջելեսում գործող կլինիկայի մասին լավ նորություններ։ Դուք արդեն տեսաք Լոս Անջելեսյան իմպլանտում դենտալ կլինիկի մասնաճյուղը եւ վստահ եմ, որ արդեն այցելելու եք եւ ցանկացած խնդրի պարագայում, ինչպես նաեւ չեկափերի պարագային, այնտեղ լավագույն մասնագետները կօգնեն ձեզ գեղեցիկ ու առողջ ժպտալ։ Իսկ այս պայն ես գտնվում եմ Երևանում եւ պատմելու եմ ձեզ երևանյան մասնաճյուղերի մասին։ Իդեպ Երևանում գործում է 2 մասնաճյուղ իմպլանտում դենտալ կլինիկի եւ 1 կոսմետոլոգիական ծառայությունների համար, էսթետիկ գեղեցկության համար նախատեսված իմպլանտում էսթետիկ կլինիկան, ինչպես նաեւ Մոսկվայում կա մասնաճյուղ, այդ մասին եւս չենք մոռանում։ Այս պայն մենք գտնվում ենք Երևանի մասնաճյուղերից մեկում իմպլանտում կլինիկայի եւ պետք է նշեմ, որ այստեղ աշխատակիցները չափազանց նրբանկատ են եւ իհարկե գեղեցիկ ու բարի ժպիտներով, բայց որ ամենակարևորն է, իմ ուշադրությունը գրավեցին երեխաների ժպիտները, ովքեր գալիս են ժպիտով եւ լքում են նաեւ տարածքը ժպիտով։ Արդեն նշել եմ, որ գործում է իմպլանտում Kids մանկական ատամնաբուժական բաժանմունքը այստեղ Երևանում, հույս ունենանք, որ շուտով կգործի նաեւ Լոս Անջելեսում։ Մենք գտնվում ենք Le Brand ռեստորանում, որտեղ անցկացվում են ամենագեղեցիկ միջոցառումները եւ բնականաբար իհարկե Le Brand-ը ունի իր երեկոները, որոնք անմոռանալի են դառնում։ Նոր տարվա գիշերը Le Brand-ը առաջարկում է ամենաֆանտաստիկ ու ամենահայտնի հայ երգչուհիներից մեկի երեկոն, խոսքը Իվետա Մուկուչյանի մասին է։ Le Brand-ի house band-ին կմիանա եւ կատարողներին կմիանա նաեւ Իվետա Մուկուչյանը իր վառ եւ գունեղ կատարումներով։ Պիտի ձեզ պատմեմ նաև Քրիսմասի մասին, Սուրբ Ծննդյան օրերին
Դեկտեմբերի 25-ին առաջարկվում է նաև Նունե Եսայանի գեղեցիկ մենահամերգը, գեղեցիկ երեկոն, որը վստահ եմ ձեզ դուր կգա եւ բնականաբար իհարկե ձեզ կպարգևի լավագույն հիշողություններն ու լավագույն րոպեները։ Հենց այստեղ աշխատում է Լեբրանդի House Band-ը, նրանց են միանում լավագույն կատարողները Էմմա Ասատրյանը, Համլետ Գևորգյանն ու Գոհար Հովանիսյանը։ Նրանք բոլորն էլ ապահովում են լավ միջավայր եւ բնականաբար իհարկե լավ սպասարկմանը եւ համեղ խոհանոցին այդ ամենը գումարվելով դարձնում է անմոռանալի յուրաքանչյուր երեկո։ Այցելեք Լեբրանդ ռեստորան։ Մենք ներկայացնում ենք ձեզ մեր նոր գործընկերոջը Gravel ծաղկի խանութ-սրահին, որը գտնվում է Գլենդելի ամենակենտրոնում Brent պողոտայի վրա։ Gravel-ում դուք կգտնեք ամենաշքեղ եւ ամենագեղեցիկ ծաղկային ձևավորումները ամենաթարմ եւ չքնաղ ծաղիկներով։ Ծաղկե փնջերի հարցում իհարկե ամենակարևորը ճաշակն է եւ ծաղիկների թարմ լինելը։ Վստահ եղեք, որ այդ երկու հանգամանքներն էլ կարևորում են Gravel-ում։ Ձեզ պիտի պատմենք իհարկե Gravel-ի նորության եւ նրանց ձեռագիր համարվող գեղեցիկ ծաղկային ձևավորման մասին, որը մնում է 1 տարի շարունակ առանց ջրի։ Համեցեք ձեզ ցույց տամ, թե ինչ ծաղիկների մասին է խոսքը։ Այս գեղեցիկ ծաղկային ձևավորումը կարող է նվեր հանդիսանալ ձեզնից յուրաքանչյուրի կողմից եւ այն մնում է 1 տարի։ Պատկերացնում եք ամփոփող գեղեցիկ դիզայնով։ Իսկ հա բոլոր նրանք, ովքեր սիրում են թեմատիկ տոների կապակցությամբ զարդարել իրենց առանձնատներն ու բնակարանները, ապա Gravel-ում այդ հարցը եւս լուծված է։ Առջևում Thanksgiving-ի տոներն են։ Thanksgiving-ի համար գեղեցիկ դեկորացիաների, ծաղիկների եւ իհարկե գեղեցիկ ձևավորումների համար այստեղ լավագույն վայրն է։ Համեցեք եւ տեսեք, որքան գեղեցիկ է Thanksgiving-յան տրամադրությունը Gravel ծաղկի խանութ-սրահում։ Մենք իմ շատ սիրելի տուն Լահմաջո ռեստորանում ենք, որը եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում ապահովում է լավագույն խոհանոցներից մեկը։ Պիտի ասեմ, որ նրանց Լահմաջոն ամենահայտնին է եւ բնականաբար իհարկե գաղտնի է պահվում բաղադրատոմսը։ Սակայն այդ մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսել։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, որ տուն Լահմաջոյում այստեղ Միացյալ Նահանգներում կարող եք պատվիրել նոր տարվա համար ձեր նախընտրելի հայկական ուտեստները։ Հայկական ավանդական նիշլի քյուֆտայից մինչև հայկական ավանդական խոզի բուդը։ Այստեղ եթե մեկ անգամ հաց կերել եք, ապա գիտեք, որ արդար ձեռքով մաքուր եւ համեղ պատրաստված ուտեստներ են, որովհետեւ այստեղ աշխատում են խղճի բարձր զգացումով եւ որ ամենակարևորն է մեծ սիրով, հենց այդ սերն էլ փոխանցվում է յուրաքանչյուր այցելուի, յուրաքանչյուր հաճախորդի ու այն դառնում է մեր սիրելի վայրերից մեկը։ Համեցեք տուն Լահմաջո։ Այդ մրցույթից հետո Ավստրալիայում դու մի շարք համերգների ես մասնակցում, որոնք հայկական համայնքների համար չէին։ Այսինքն կարելի է ենթադրել, որ մրցույթը քեզ օգնում է այնտեղ որոշակի հայտնիության հասնել։ Դե Մահեր, այդ մրցույթը նայում են ամբողջ աշխարհում, թե Հայաստանում, չգիտեմ, Կովկասը գնայի մի քիչ Ռուսաստանը, այն հայերը, ովքեր դրսում են ապրում, ավստրալիական The Voice-ը ինքը 3-ի top 3 The Voice-ների աշխարհում մտնում է հենց այդ top 3-ի մեջ ու շատ մարդիկ են նայում, հատկապես այդ տարվա The Voice-ը, որովհետև COVID-ի տարին էր, բոլորը ուղղակի տանը սպասում էին ինչ-որ մի հատ լավ առիթի, որպեսզի նստեն ու ոչ մի բան չանեն, այդ տարին էր։ Դրա համար շատերը տեսան, այն որ շատ անսպասելի անգամ աշխարհի ծայրերից, այդ The Voice-ից հետո ես սկսեցի վոկալ դասեր, այնպիսի մարդիկ են ինձ գրել ու on-line դասեր ուզել, որ Սինգապուրից անգամ հիմա շատ մտերիմ ընկերուհի ունեմ այնտեղ, սկսել ենք վոկալ դասերով, հիմա դարձել ենք շատ մտերիմ։ Հայերի եմ ճանաչել աշխարհի տարբեր ծայրերում, անգամ Լոս Անջելեսից շատ Այդան, ով շորերի լինիա ունի, ինքը ինձ ուղարկեց 4 շատ սիրուն բեմական շորեր, ասեց ուզում եմ որ դու հագնես, Մելբուրն քաղաքից, որ էլի Ավստրալիայում է երկրորդ մեծ քաղաքը, ինչ որ ասեմ զարդերից, էլի հայեր, այն որ երբևիցե երևի հայերին չէին իմացել այդ ընթացքում, բայց ես ավելի շատ հայերի ճանաչեցի ու ոչ հայերի, քան այնտեղի 25-30 տարի ապրողները։ Այո, այդ The Voice-ը շատ դռներ բացեց տարբեր առումներով, եւ կարիերնի եւ մարդկային շփման առումով շատերը որ տարիների ընթացքում երբևիցե ինձ անգամ բարևը ափսոսացել են երևի, չգիտեմ, իրանց ժամանակը գրելու, հա լիքը լավ մեկնաբանություններ։ Բայց ստացվում է, որ դու Ավստրալիայում ավելի հայտնի ես դառնում որոշակի շրջանում, քան Հայաստանում։ Այդ այն գնամերի արի սիրեմ պատմությունն է։ Այդ օրինակ որպես երիտասարդ երգչու քեզ չի վիրավորում։ Այդ ընթացքում քեզ չրջղայնացնում այդ գաղափարը։
Բոլորիս է ջղայն ասում եմ, բայց բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ այդպես է։ Կյանքը այդպես է։ Ոչ մի բան մենք չենք կարող փոխել։ Հասկանում ենք, ճիշտն էլ ենք հասկանում, սխալն էլ, լավն էլ, վատն էլ, բայց ոչինչ չենք կարող էլ փոխել։ Այդպես է մարդկային բնույթը էտա դրվածքը։ Անպայման պիտի գնաս, ինչ որ պիտի չլինես հասանելի, մի պահ պիտի մոռանաս, հետո մի բան պիտի անես, մարդիկ ասեն՝ «Վաու, մենք ոնց չենք իմացել, որ Մաշան սենց լավ ձեն ունի, իսեր Աստծոյին»։ Այս դվոյպես երկու աստղից այնքան նոր մարդիկ են գրել, բայց ասում եմ ժողովուրդ, ես 7 տարի առաջ ապրել եմ նույն քաղաքում ձեր հետ, նույն երևի փողոցում իրար հետ քայլել ենք անգամ առանց իմանալու, համերգներին ես երգել եմ, նույն մարդն է, բնականաբար դրսում ապրելը, այդ ամբողջ դրսի եւ եվրոպական, ավստրալական, այդ շկոլաներն անցնելը քեզ ավելի է կոպում, ես դա չեմ հերքում, ես շատ եմ փոխվել, ես պրոֆեսիոնալ մարդկանց հետ երբ որ աշխատում ես քո ասպարեզից, դու արդեն ուրիշ այլ կերպ ես այդ ամեն ինչը տեսնում, որը նաև արտացոլվում է քո երգի մեջ, քո բեմելների մեջ։ Ես դա չեմ շղթում եւ հենց այդպես է պետք է ինձ շատ ծիծաղելու կլիներ, որ ինչ որ մի բան չփոխվեր ինձ մոտ, բայց նույն մարդն եմ, նույն ձայնն է, նույն Մաշանա, նույն տեմբրն է, ուղղակի ավելի հասուն, ավելի աճած եւ այլն։ Զարմանում եմ, որ մարդիկ ասում են՝ «Մենք չգիտենք, որ դու սենց երգում ես»։ Ես ինձ չեմ սիրում երբեք գովալ, բայց զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր զարմանում են։ Մաչ լավ ասացիր, բայց երկու աստղ։ Դուք որոշում եք մասնակցել Արմուշի հետ երկու աստղ նախագծին։ Իմ ֆավորիտ զույգն է, ես դա ասել եմ բազմաթիվ անգամներ, որովհետև այնտեղ կար հետաքրքիր մոտեցում, ժիվոյ, կենթանի, այսպես նաև մոտեցում երգին, ոչ միայն տեխնիկական առումով, այլ նաև այդպես մարդկային, էմոցիոնալ ու երկու աստղ նախագծի համար տիպիկ նորմալ զույգ, որը որ մենք սովոր ենք տեսնել, այսինքն չերգիչ ու երգիչ եւ որոշակի անակնկալներ եւ ժանրային առումով, եւ մատուցման առումով, եւ նաև ձեր դուետի անհամատեղելիության առումով, որը շատ ներդաշնակ դարձավ ընթացքում։ Սակայն արդյոք դու մտածում ես, որ կհաղթես դուետ մրցույթը մասնակցելուց։ Հարց։ Կարճ պատասխան։ Այո։ Դու մտածում ես, որ դու կհաղթես այդ մրցույթը, երբ Բրունետը հիմա համար առաջին երգչուհին է, եւ նաեւ որոշակիորեն հանրային հեռուստաընկերության հետ շատ մեծ եւ սերտ կապեր են կապում իրենց, որովհետև Բրունետը ներկայացրել է Եվրատեսիլը բոլոր համերգներին եւ բոլոր եթերներին հանրային հեռուստաընկերության պատեհ եւ արժանի կա Բրունետը։ Ես չեմ ասում, որ Բրունետը հաղթել է մրցույթը ոչ արժանի կամ որոշակի հարաբերությունով, վստահ եմ, որ եւ SMS քվեարկությամբ եւ ժյուրի քվեարկությամբ եւ արժանի է նաեւ հաղթանակի, որովհետև ինձ համար շատ լավ արտիստ է Բրունետը։ Բայց իսկ եթե սկզբում որ Բրունետն հաղթել, որովհետև եթե Բրունետը եւ իր թիմը իրենց ուժերի վրա վստահ չլինեին, չէին մասնակցի այդ մրցույթին։ Եվ հասկանալի է, որ ինքն էր հաղթելու այդ մրցույթը։ Դու օրինակ ինչ էիր մտածում, դու ունեիր շանսեր հաղթելու։ Կամ ինչպես էր դասավորվում հանգամանքները ձեր նկատմամբ վերաբերմունքի կամ շանսերի գնահատման տեսանկյունից։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա այդպիսի հասկացողություն պրոդյուսերական եւ ողջունում եմ այն մարդկանց, ովքեր իրենց արտիստին ատամներով մինչեւ վերջ տանում են, դա ողջունելի է։ Յուրաքանչյուր հանգամանքներում ճիշտ, սխալ, լավ, վատ, երբ որ այդ մարդիկ ուղակի կպած այդ արտիստին իրեն հասցնում են իր նպատակին, ես ողջունում եմ այդ։ Հայաստանում երբևիցե չեմ տեսել այդպիսի բան ու ինձ համար շատ ուրախալի է։ Բրունետին ճանաչել եմ երկու աստղի ընթացքում, շատ սիրել եմ իրեն, որովհետև շատ լավ անձնավորություն է ինքը։ Բոլորը իրան որպես անձ չգիտեմ, որովհետև հարցազրույցներին չի մասնակցում եւ այն, բայց քանի որ ես շփվել եմ իր հետ, շատ լավ անձնավորություն է, շատ լավ երիտասարդ, իր տարիքին չհամապատասխանում, որովհետև տեսնում ենք մեր երիտասարդությունը ինչ տարբեր է նաեւ։ Հաղթելու հետ կապված ես վստահ եմ միշտ կապ չունի, որ երկու աստղի մասին հիմա անձամբ միայն չեմ խոսում, վստահ եմ հանդիսատեսի, վստահ եմ իմ կապի դեպի հանդիսատեսի հետ, ես գիտեմ ինչքան եմ բացվելու, ինչ եմ տալու իմ լսարանին եւ ինչ եմ իրենցից ստանալու եւ ես հստակ ասում եմ, որ այն ինչքան ես եւ Արմուշը ներդրեցինք այս նախագծի մեջ, մենք այդքան երկու հատ էլ հետ ստացել ենք հանդիսատեսից
այո, կարծում ենք իմ կարծիքով, որ մենք նույնպես կկարողանանք հաղթել, ոչ թե որ մենք լավագույն ենք, որովհետև բոլորն էին շատ լավը եւ տարբերը։ Ես երբեք չեմ ինձ գերագնահատում, մյուսին թերագնահատում, եթե անգամ դա լինի ակնհայտ, երբեք չեմ անում այդպիսի բան։ Բոլորն էին շատ հետաքրքիր եւ տարբերվող, բայց այո, ինձ թվում է շատերի նման մենք էլ կարծում ենք, որ մենք կլինենք հաղթող։ Իսկ ինչու չհաղթեցիք։ Ինչու չհաղթել։ Լինում է, այդպես էլ է լինում։ Այդպես էլ է լինում, որովհետև կան տարբեր հանգամանքներ։ Օրինակ առաջիններից կարծում եմ, որ հիմա մեր երիտասարդությունը այն մարդիկ, ովքեր հետևում են այդպիսի շոուները, իրենց ոճային նախասիրությունները ավելի շատ համապատասխանում են հենց բրյունետենց տարիքայինին, միգուցե։ Հետո կարծում եմ, որ բրյունետի նման արտիստները բերում են նոր շունչ երկարվեստին ու ես շատ հավանում եմ այն երաժշտությունը, ինչ իրենք մատուցում են։ Ոչ բոլորինը, բայց կան, որ ես շատ հավանում եմ ու շատ ուրախալի է, որ երիտասարդները լսում են հենց այդպիսի հավես երաժշտություն, ոչ թե ինչ-որ։ Ո՞վ է քո սիրած երիտասարդ հայ արտիստը։ Մի քանի անուններ թեկուզ։ Մի րոպե, պետք է մտածեմ։ Հիմա որ բրյունետից խոսեցինք, ես իրեն կնշեմ, որովհետև շատ տարբերվող է։ Երիտասարդներից ենք ասում։ Երևի այդքանով սահմանափակվենք։ Լավ, իսկ ինչ է քո հետ կատարվում, երբ օրինակ դու մտածում ես, որ օրինակ դու կամ քո նման մի շարք արտիստներ, Սյուզաննա Մելքոնյանը, մի շարք անուններ կարող եք թվել, ովքեր ունեն անթերի վոկալ, ովքեր օթում ջրում ցամաքում գիտեն երգել եւ գիտեն լավ երգել, բայց հայկական շոու բիզնեսի երկնակամարում միշտ էլ բոլոր ժամանակներում հայտնվում են արտիստներ, ովքեր ունեն սահմանափակ վոկալով տվյալներ եւ որոշակի շոու բիզնեսյան հանգամանքներում ավելի հայտնի եւ ավելի, չգիտեմ, քննարկվող են այդ շրջանում դառնում, ունենում են շաբաթը մեկ տեսահոլովակներ իրենց համար գրված երգերով, օրինակ Օքսի Ավդալյանը։ Ինչի համար է պետք անունել նշել։ Դե ես նշում եմ օրինակ։ Դու չես նշում, ես։ Որովհետեւ իմ անունը դուրս գա։ Չէ, իրականում ես չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Ես ճիշտ եմ ասում, չգիտեմ այդ պատասխանը։ Միգուցե ինձ նման շատերը, ես վստահ եմ, ինձ նման կան շատերը, ովքեր չեն անում անելու համար, չեն անում վյուերի համար, չեն անում մեքենաների մեջ, են որ ասում են հավես երաժշտություն, մեքենաների մեջ երեկոյան անձրևին լսելու երաժշտություն, նոր ժանր է դուրս եկել, չգիտեմ այդ ինչ ժանր է, բայց չեն կանում։ Ես գիտեմ, իմ տարիքում կան շատ թույն երգչուհիներ, որոնք հենց դրա պատճառով միգուցե չունեն այդ 20 միլիոնանոց YouTube-յան view-երը, որովհետև իրենք չեն մտածում հենց այդպես։ Իմ նման են մտածում, որ մի հատ երգ երգեն, ավելի լավ է ես Արթուր Գրիգորյանի Կանգառն ամբողջ կյանքում երգեմ, չունենամ իմ սեփական երգը, բայց այտենց որ ձեռի հետ երգ չունենամ։ Ու գիտեք ինչքան է եղել, որ իմ շատ լավ ընկերներից, օրինակ Նիկի հետ մենք նստում երգեր ենք գրում, չէ՞։ Նիկը տառապում, գիտի, որ ես շատ հատուկ եմ վերաբերվում երաժշտության, եթե ինչ-որ մի նոտա, մի բառ, այս այրով վերջավորությունը ինձ դուր չի գալիս, ասում եմ, չէ, Նիկ, խնդրում եմ, քո ժամանակը խնայի, ես չեմ ուզում տենց երգեմ։ Արի չանենք, ավելի լավ է չանենք, քան թե անենք ու ես տենց դնեմ իմ դարակում։ Շատ են եղել, որ Նիկի կողմից չէ, որ գրվել է ու ես երբևիցե չեմ երգել, որովհետև ուղղակի չեմ կարողանում, ասես վրես դուրս է տալիս այդ երգերից։ Ու հիմա էլ մի հատ երգ ենք անում, որ վերջավորությունները այերով է, ես հենց ձգձգում եմ, մի 2, 3, 4, 5 շաբաթ ձգում եմ, մինչև այդ ան ես էս արքեմ Նիկի հետ, որ կարողանամ գոնե ես սիրով երգեմ, եթե ես չեմ սիրով երգում, ուրեմն ավելի լավ է ես բեմ դուրս չգամ։ Եվ այսպես, այս պայն ես գտնվում եմ Գլենդելի ամենակենտրոնում գտնվող Արի Դիպո զարդերի, թանկարժեք զարդերի գեղեցիկ եւ լուսավոր ընդարձակ սրահում։ Այստեղ դուք կգտնեք ամենագեղեցիկ դիզայնով թանկարժեք զարդեր, ոսկյա եւ ոչ միայն ոսկյա, եւ որ ամենակարևորն է չկրկնվող եւ օրիգինալ դիզայնով։ Բրենդի հիմնադիրներ իրենց առաջ նպատակ էին դրել ստեղծել լավագույն զարդերը, որոնք կպատմեն մեր մշակույթի եւ մեր անցած ճանապարհի մասին, ինչպես նաեւ մասը կկազմեն համաշխարհային տրենդերի եւ միջազգային իհարկե տարբեր դիզայներական լուծումների։ Արդյունքում դուք այստեղ կարող եք գտնել օրինակ, օրիգինալ խաչեր, որոնք որևէ տեղ ես երբեք չեմ տեսել։
Եվ որ ամենակարևորն է, ձեր բոլոր առաջարկները հաշվի առնելով բրենդը առաջարկում է զարդեր եւ երիտասարդների եւ ավելի հասուն տարիքի մարդկանց համար եւ տղամարդկանց եւ կանանց, այսինքն յուրաքանչյուր մարդ այստեղ կարող է գտնել իր նախընտրած զարդերը։ Եվ ամենևին էլ կապ չունի թե նվեր գնելու կամ ձեր համար զարդեր գնելու համար որքան բյուջե ունեք դուք նախատեսված։ Գնային քաղաքականությունը եւս շատ ճկուն է եւ որ ամենակարևորն է այստեղ կարող եք գտնել որակյալ զարդեր եւ մատչելի տարբերակով եւ իհարկե թանկարժեք եւ ժամանակի ընթացքում սերնդեսերունդ փոխանցվող լավագույն զարդերը։ Մեկ անգամ գալով այստեղ դուք կհամոզվեք, որ Ari Dipon ստեղծում է գեղեցիկ եւ որակյալ եւ չկրկնվող դիզայնով զարդեր։ Ես այս պահին գտնվում եմ MS Travel & Tours-ում, որտեղ կազմակերպվում են իմ սիրելի ուղևորությունները։ Պետք է նշեմ, որ այս անգամ մենք միասին խոսելու ենք Մայրերի օրվան նվիրված գեղեցիկ ճանապարհորդության մասին։ Տիկին Մելանիա, որքանով է ճիշտ հենց այս պիսի նվեր անել Մայրերի։ Ես կարծում եմ ամենալավագույն նվերներից մեկն է։ Որովհետև սա լավագույն հիշողություններ է, չէ՞ կարող։ Բնականաբար։ Եվ չմոռանամ ասելու, որ համերգային ծրագիր ունենք նավի վրա։ Carnival Cruise Line-ի գեղեցիկ նավերից մեկի վրա ենք լինելու, երաժիշտներ ենք ունենալու, Սամվել Երգինյան, երաժիշտներից Վիկտոր Էսպենոլա, ունենալու ենք Արմեն Մարտիրոսյանը եւ երգիչներից լինելու են Գոհար Հովանեսյան, Mr. X Արտուրը, որ միշտ մեզ հետ է, եւ Անին համազգային բարային խումբը, որը ֆանտաստիկ ժամանց է վստահ եմ ապահովելու։ Նավը ինչ ոճով է կահավորված եւ ինչ նավը իտալական ոճով է կահավորված, ես շատ սիրում եմ այս նավը, հակառակ մյուս Carnival Cruise Line-ի նավերից այս նավը բացառիկ գեղեցիկ է։ Դե ինչ, ես կարծում եմ, որ սա լավագույն նվերը կարող է լինել ձեր մայրերի համար, զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ ամրագրեք տեղերը։ Շատ արագ, որովհետեւ սահմանափակ է իսկապես։ Մենք գտնվում ենք Venus Gifts-ում։ Մի քանի տասնամյակ այստեղ մեկ հարկի տակ հավաքված ամենագեղեցիկն ու ամենավորակյալը։ Եվ Venus Gifts-ը վաղուց արդեն պարզապես բիզնես չէ։ Սա ավելին է։ Այս պահին դուք իմ կողքին տեսնում եք Michael Aram High Designer-ի էքսկլյուզիվ բացառիկ հավաքածուն, որը կարող եք գտնել բացառապես Venus Gifts խանութ սրահում։ Մաշտոցյան տառերով ստեղծված այս գեղեցիկ դիզայներական գործերը միայն ու միայն Venus Gifts-ում է, եւ պիտի ասեմ, որ սա այնպիսի մի բան է, որ յուրաքանչյուրը պետք է ունենան։ Իհարկե, այս պահին տեսնում ենք նաև Արարատ լեռը, որը արդեն նախորդ հատուկ գործն էր, որ արվել էր հենց Venus-ի համար Michael Aram-ի կողմից։ Համեցեք Venus Gifts եւ ծանոթացեք այս նոր եւ նախկին տեսականիների հետ։ Իմ կարծիքով մաշ, որ մենք ունենք պոպուլյար արտիստներ, ինչպիսիք են Օքսի Ավդալյանը եւ այլն, որոշակիորեն մեղավոր եք նաև դուք։ Դու այն օրը Սյուզաննա Մելքոնյանի համերգին էի, հասկանում եմ, որ Սելին Դիոնից ավելի լավ է Սելին Դիոն որոշակի տեղերում երգում, ասենք Անահիտ Հակոբյանը էլի ֆանտաստիկ ձայնով երգչուհի եւ այլն, բայց դուք բոլորդ ալարում եք անել երգեր։ Դուք բոլորդ երգում եք համաշխարհային թույն քավերներ, Արտուր Գրիգորյանի Կանգառը, Տաթևիկ, չգիտեմ, Հովանեսյանի եւ Վարդուհի Վարդանյանի որակի կատարումներով, ունեք ձեր խղճի առաջ երևի թե հանգիստ լինելու հնարավորություն, որովհետեւ երգում եք բարձրակարգ երաժշտություն, բայց այդ բարձրակարգ երաժշտությունը մեզ պետք է միայն, չգիտեմ, ֆիլհարմոնիկի հետ համերգների ընթացքում կամ երբ ինպես, չգիտեմ, մի քիչ շատ կինովցած ասում ես Կանգառը, Արտուր Գրիգորյանի կատարում, արդեն ասեցի։ Բայց ընդհանուր առմամբ երաժշտությունը փոփ երաժշտություն, դա սպասարկման արագ, չգիտեմ, հաճույքի համար սպասարկվող ժանր է։ Դա դու պիտի միացնես, չգիտեմ, տխուր ժամանակ, երբ անձրև է գալիս եւ հիշում ես քո երրորդ դասարանի սիրուն, դա պիտի լսես, երբ նոր ես սիրահարվում ինչ-որ մեկին, դա պիտի լսես, երբ ինչ-որ էմոցիաների տատանումներ է լինում։ Ձեր վերոնշյալ ստեղծագործությունները, որոնք որ դուք կատարում եք, դժվար է։ Եվ այդ ոլորտում, չգիտեմ, գալիս է Օքսի Ավդալյանը, ով շաբաթը մեկ թողարկում է տեսահոլովակներ իր համար գրված երգերով, որոնք որոշակի բաց են լրացնում։ Այդ առումով ճիշտ եք դուք վարվում եք, այն օրը էլի եմ կրկնում Սյուզաննա Մելքոնյանի համերգին ու երազում եմ հաջորդ անգամ իր համերգին ներկա լինեմ իր համար գրված երգերով։
որտեղ ես չեմ ուզում գնամ Սուզաննա Մելքոնյանի համերգին եւ լսեմ, թե ինչպես է ինքը երգում Սելին Դիոն։ Հիմա երբ դու տենց խոշորացույցով ընտրում ես Նիկ Եգիբյանի գրած երգերը, քո համար բազմաթիվ երգերից մեկը, ասենք Նիկ Եգիբյանը քո մտերմագույն ընկերն է եւ շատ adekvat եւ շատ որքան էլ որ նա ամենաթանկ երգահաններից մեկն է հիմա, ես վստահ եմ որ ինքը օրինակ քեզնից փող չի վերցնի երգի համար։ Եվ չես կարող հիմա ինձ ասել, որ դա կապված է ֆինանսների հետ։ Այս մեկը չէ։ Բացատրի ինձ խնդրեմ։ Մաշա Մնջոյան, ինչու մենք չունենք մեգահիթեր դեռ քեզնից։ Ալարում եք, կարծում եք դրա կարիքը չունեն մարդիկ։ Որն է չորտասարանում ունե մեղավոր եմ։ Չէ, բայց բացատրի հասկանանք, մենք ուզում ենք լսել Մաշա Մնջոյանի ալբոմը։ Ես էլ եմ ուզում։ Բա ով է խանգարում։ Թուղթուկ իրեն արել, չգիտեմ, ի՞նչն է խնդիրը։ Հնարավոր է։ Շատ հնարավոր է եւ ինձ եւ Սյուզին, հա, ոնց որ հասկացա։ Բայց տեսեք, օրինակ այս վերջերս Սյուզաննան շատ սիրուն երգ է թողարկել, որը Ռաֆին է գրել։ Հա, ունի մենակ Ռաֆի Ալթունյանի գրած գեղեցկագույն երգը եւ եւս մեկը մի երգ եւ Շարլ Ազնավուրի թարգմանաբար երգն է, էլի իր համար գրված, որ կատարում է, բայց Սուզաննա Մելքոնյանը այնպեսի երգչուհի է, որ ինքը չի կարող իր երգացանկում ունենալ թվում է երկու հեղինակային երգ։ Չեմ ասում նաև Մաշա Մնջոյանի մասին, տենց աղջիկ որ չգիտեմ, ավստրալիական The Voice-երն է ցնցել, հայկական առաջին The Voice-ի հաղթողն է, Նադեժդա Սարգսյանը, չգիտեմ, մեռավ երևի թե շուրթերին Մաշա Մնջոյանին լավ երգչուհի համարելով, այսինքն եթե դուք չեք անում լավ երգեր, ապա ով պետք է անի լավ երգեր, Մաշա ջան։ Երգ գրողները երկի հեղինակները, խնդրում եմ, գրեք, նորմալ երգեր գրեք, մենք երգենք։ Չէ, բայց իրականում այս ընթացքում միշտ ամեն անգամ ասում եմ ու տենց ոչ մի բան չեմ անում։ Ժամանակն էլ այնքան արագ է անցնում, որ ասացի նման տարբեր sense երգիչ երգչուհիներ գալիս, անցնում, գնում են, հələ նորերն են գալիս, մենք հələ նստած այդ երգի վրա ենք աշխատում, որովհետև ունենք ինչ որ այ էդ էլա թերություն իմ կարծիքով ունենք sense մեր մեջ գրված ինչ որ sense կոնցեպտ երգի, արտիստի, որ էսա մեր ուղին, մենք էսպես պետք է երգենք, եթե այդ էսպեսից մի քիչ էնպես է լինում, մենք էլ չենք տեղավորվում այդ ստեղծագործության մեջ։ Դրա համար բարթանում է մեր գործը մեր իսկ ձեռքերով։ Երևի ավելի պետքա թեթև նայենք այս կյանքին, ավելի ազատ պետքա լինի մեր միտքը, որ շատ չկարչենք մեր դրած այդ կանոններից ու կարողանանք երգել մի քիչ էլ արդեն ժողովրդի սիրած երգերը, բայց ես նաև կուզենայի, որ մեր սիրած երգերն էլ դառնային ժողովրդի սիրածը, որովհետև մեր երկար անցած ճանապարհը հաստատ իրենց վատ ճաշակ չէր թելադրի։ Տես նաև մյուս բևեռում էլ Brunette-ն է, Yellow Heart-ն է, Delete-ն է եւ այլն, Yellow Heart-ին մոռացա ասել։ Ովքեր անընդհատ թույն երգեր են անում, որակից որևէ մեկը դիպչել չի կարող, որևէ մեկը որևէ բան ասել չի կարող իրենց երգերի որակին, ու այդ մարդիկ անընդհատ չեն թողնում, որ աուդիտորիան հանգստանա։ Ինչու իրենք ավելի շատ են սիրում իրենց գործը, քան դուք։ Չեմ։ Ավելի աշխատասեր են, քան դուք։ Միգուցե, բայց տեսեք, մի հատ ուրիշ բան կա, քանի որ եթե նոր արտիստ է հայտնվում երգարվեստում, ու մի հատ մեծ ամբողջի մեջ, որոնք արդեն երգում են մոտավոր 15-20 տարի, իմ կարծիքով իրենց համար մի քիչ հեշտություն կա, որպեսզի հասկանան բացը որտեղ է բացը, մենք այդ ենք անում ու ամենալավն ենք անում։ Իսկ այն մարդիկ, ովքեր 15-20 տարի իրար հետ միասին երգելով եկել են, նույն բանն են անում, նույն հոսքով են գալիս, նույն գետի մեջ են։ Իսկ նորերը շատ ավելի ինչ որ նոր շունչ են իրանց հետ բերում ու կարող է հենց այդպես էլ ստացվում է եւ արագ եւ մոդեռն եւ ժամանակին համահունչ, իսկ մենք տենց հին մեր սովետական անցած են ավանդույթներով, լսենց իմիասին տառապելով գալիս առաջ, ընդառաջ այս նոր արտիստներին, բայց նաև չխանգարելով բնականաբար, որովհետև հասկանում ենք, թե Իսկ դու հասկանում ես, որ դու նորից երկրորդ անգամ չես լինելու 30 տարեկան։ Նորից այսքան գեղեցիկ, այսքան երիտասարդ եւ այսքան լայն կտավի ձայնով չես լինելու։ Դու հասկանում ես, որ դու այլևս կորցնում ես քո լավագույն տարիները, լավագույնս քեզ դրսևորելու համար։ Այո, հասկանում եմ, ու ամեն անգամ այդ ինձ ներսից ուտում է, ու մի հատ տպավորություն ինձ մոտ նաև կա, որ ես շատ բաներ ուղղակի չեմ հասցնում իմ կյանքում անել, ու իմ մոտ միշտ այդ շտապողականությունը կա, բայց ամեն դեպքում այդ շտապողականության մեջ ես միևնույնն է
դեռ ոչ մի բան չեմ հասցրել արել։ Եվ ինչա ինձ այսքան ամեն ինչ այսքան օրինակ, չգիտեմ, զայրացնում կամ այսքան իմ մեջ փոթորիկ էմոցիաներ առաջացնում, որովհետև եթե մարդիկ չունենային մեծ ակնկալիքներ քեզնից եւ դու չունենայիր այդ անսահման պոտենցիալը, որևէ մեկը քեզ չերել փորձի, չէ, դնել այդ կաղապարների մեջ։ Դրա համար ինձ թվում է, որ երևի թե ավելի անկեղծ է այսպես իրար ուղիղ ասել, չէ, ինչ ենք մտածում։ Այո, իրար։ Եվ այս ինտերվյուն տեսնում են միլիոնավոր մարդիկ։ Այո, կաշկեմ նայում։ Շատ մտերմիկը։ Մեր աուդիտորիա, հա չնայած այս նորեթիկայով բարձա իմ այս կոմենտներում թաղելու են, բայց ժողովուրդ ջան, ես ասում եմ, ինչ որ սրտի ցավով եմ ասում եւ ուզում եմ որ դա այդպես լինի եւ կարծում եմ այսպես նաեւ հանրայնորեն դա բարձրաձայնելը կօգնի քեզ, որպեսզի դու իսկապես հասկանաս, թե դու ով ես։ Ինձ ասեմ շատ ոգևորեցին այն բոլոր մարդիկ, ովքեր երկու աստղում Մշոգորանի կատարումից հետո մի հատ հոսքեր մարդկանց SMS-ների, կոմենտների, զանգերի եւ YouTube-ում եւ անձնական, այն որ ասում է լավ նյուժելի կա այսպիսի բաց մտածելակերպ, որ մարդիկ այն ինչ զգում են, միանգամից գրում են, մարդիկ ինձ ուղղակի գրում են Մաշա ջան, լացում ենք, լսում ենք այս երգը ամեն անգամ, ու նույն մարդը մի 10 անգամ երևի ամեն օր լսելուց գրում էր այդ նույն տեքստին։ Ու ես դրանից այնքան էի ոգևորվում, որ հիմա ոգևորված այդ երգն եմ անելու ու իմ կարծիքով նաև այդպիսի անկեղծություն է պետք մեր նման կատարողներին, որովհետև ինչ որ պահ է գալիս, որ քեզ թվում է դու ոնց որ մնացել ես շողքում ու ոչ ոք քեզ չի նկատում ու ոչ ոք կարծես թե այդքան էլ չունի քո կարիքը։ Ու քեզ թվում է որ աննպատակ է մի քիչ քո արածը, որովհետև երբ որ մի բան դու անում ես ուղղակի քեզ համար, միայն քեզ հաճույք պատճառելու համար, երբ որ ոչ ոք դրանից էլ հաճույք չի ստանում, ոնց որ այդ քո զգացմունքներն էլ է փոխվում այդ քո արած աշխատանքի հանդեպ։ Այդ իսկ պատճառով ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր ասենց լուր սիրում են, լսում են երբեմն արտիստների կատարումներ կամ անպայման չի որ դա լինեն միայն երգիչներ, եթե ինչ-որ մի արտիստի, դերասանի, չգիտեմ, գրողի ինչ-որ ստեղծագործություն սիրում եք, իրան անպայման դրա մասին ասեք, որովհետև հաստատ մեր նման ինտրովերտ մարդիկ շատ կան ու իրանց պետք է հենց այդպիսի մի հատ լուսավոր խոսք, մի հատ բան, որը կոգևորի մեզ ու վստահ եղեք, որ դա լինի մի 10 թե 100, միևնույն է այդ ոգևորությունը նույնն է լինելու, եթե դա կգա հենց ինչ-որ մի հատ անծանոթ լսողից, անցորդից։ Մաշ ինձ թվում է մեր սերունդը մնացել է ինչ-որ մի բանի, ինչ-որ ժամանակի մեջտեղում, անհասկանալի օդից կախված, որովհետև մեզ փոխանցվել է սովետական, հետսովետական Հայաստանի փորձառությունը, բեմական խոսքի հեռուստատեսային մշակույթի եւ այլնի, եւ միաժամանակ նաեւ մենք մեծացել ենք նայելով MTV, Մուստեվե եւ այլն այդ տարբեր աշխարհներ, որոնք որոշակիորեն երեք չեն համընկնում։ Եվ ինձ թվում է, որ ձեր համար մի շատ մեծ տրավմա է մնացել, մանկական պատանեկան, չսխալվելու տրավման, այդ գերազանցիկի սինդրոմի, որից նորից ուզում եմ անդրադառնալ։ Գուցե դուք շատ բան չեք անում, որովհետեւ այս նոր սերունդը ավելի համարձակ է եւ ինքն իրեն թույլ է տալիս իրավունք ունի սխալվելու, այսինքն յուրաքանչյուր իրավունք ունի, չէ՞, վերջո անելու վատ երգ։ Յուրաքանչյուր իրավունք ունի, չգիտեմ, անելու մի բան, որը չի աշխատում, սխալ է այս շրջանում, բայց ի վերջո չի սխալվում միայն այն մարդը, ով ոչինչ չի անում։ Իսկ գուցե տենց խնդիր կա, որ դուք անընդհատ ձեզ դրել եք ինչ-որ կաղապարների մեջ։ Շատ հնարավոր է։ Խելացի կոնցեպտ է, հա, համաձայն եմ։ Շատ հնարավոր է, որ այդպես է։ Ես նաև համարում եմ, որ եթե ինչ-որ բան չես փոխում քո կյանքում ոչ մի բան չի փոխվում, դրան էլ եմ շատ համաձայն, բայց միևնույնն է, չես անում, չես սխալվում, ավելի հանգիստ է, էլի կյանքը բան, որովհետև նաև ասեմ, որ մեր հանրությունը չեմ ուզում էլի ընդհանրացնել, ոչ բոլորը, բայց շատ անգամ լինում է, որ անխիղճ ձևով են մոտենում այդ նույն սխալվողին, որովհետև եթե մի անգամ ինչ-որ մեկը կապ չունի երգի առումով, անձնականի առումով եթե սխալվի, ել չեմ խոսի դրա մասին, որ լավ է պրոստ վեշերը վերցնի այդ մարդը գնա այս երկրից, որ հանկարծ իր մասին չխոսեն, չլսեն կամ ինչ-որ մի հատ հագուստ ես հագնում, որը միգուցե, չգիտեմ, ճիշտ չես ընտրել կամ դու ճիշտ ես գտել, բայց դիմացինը իր ճաշակն է թելադրում, վերջացավ։ Այ այդ կարծիք փաթաթելը իմ համար։ Ես ընդհանրապես հարցում քո հետ համաձայն չեմ, որովհետև իմ կարծիքով հակառակը ժամանակները միանգամայն փոխվել են եւ ամենասկանդալային արդեն քննարկումները եւ այլն տևում է 24 ժամ։ 24 ժամվա ժամկետ ունի, 24 ժամ հետո բոլորը մոռանում են, որովհետև փոխվում, մոռանում են 24, ուզում ես, չգիտեմ,
ամենադաժան քայլը արա քո կյանքում 24 ժամ կքննարկեն, հաջորդ օրը մոռանալու են։ Եվ առաջ գուցե հակոստները այդքան երկար քննարկեին կամ անձնական կյանքը, հիմա բոլորը բոլորի հետ օքեյ են եւ հանգիստ են։ Լավ, մաշ, իսկ գուցե քեզ պետք է այդպես խորը եւ ինքնամոռաց սիրահարվել, որպեսզի դա արադառնա նաեւ քո ստեղծագործական կարիերան։ Երևի։ Պատմիր տեսնենք ինչ կա անձնական կյանքում, Մաշա Մնջոյան։ Իմ անձնականը եւ մենակով եւ անձի հետ միշտ շատ լավ է։ Ես ոչ մի տենց նորից ծանր բան չեմ կարող ասել։ Ես ներդաշնակ եմ։ Փորձում լինել։ Ներդաշնակ ես փորձում լինել ինքդ քեզ հետ հիմա այս շրջանում եւ ինձ հետ, որովհետեւ այս շրջանում երբևիցե չէի մտածի, որ կհասնեմ 30 տարեկան եւ դեռ կլինեմ փնտրտուքների մեջ, ինքս իմ հետ կլինեմ կռվի մեջ, հասկանալով ինչ եմ արդյոք ես ուզում, ոնց եմ ուզում, ինչքան եմ ուզում, եւ այս փուլը կարծես մի քիչ ինձ համար դժվար է, որովհետեւ տարբեր բաներ են կատարվում իմ կյանքում, բայց նաև կա ինչ-որ մի հատ բալանսավորված կետ կյանքում, որը ինձ օգնում է, որ կարողանամ այդ կշռքը հավասարեցնել։ Ես որ կարող եմ վերցանել անգամ չինարեն լեզվովին հարցազրույցներ։ Իմը չհասկացա։ Դե հենց իմաստը դրանում է։ Դրանում է։ 5 նախադասությունից պատասխան տվեցի, որից անգամ ես թելը կորցրեցի, ու մնաց ասենք չգիտեմ, հիմա YouTube-ին բարձ հարց, բարդ պատասխան։ Հիմա խնդրեմ բարձ հարց, բարդ պատասխան։ Չէ, ես անգամ չեմ կարող կրկնեմ, այն ինչ ասեցի։ Կա որ մեկը մաշկությանքում։ Ինչ էի խոսում, մաշ։ Դնել եմ 6 անգամ նայեմ, հեսա ես մոնտաժի ընթացքում ինչ էիր պատմում։ Ես որ չեմ կարողանում գտնել ինձ, այժմ գտել եմ ինձ, բայց չեմ կարողանում այն համադրել որևէ մեկի հետ, բայց դու չհարցրեցիր քո կյանքում կամ մարդ հետ չկա, ուրիշ բան հարցրեցի։ Ես հարցրեցի, դու հիմա ներդաշնակ ես ինքդ քո, թե ինչ-որ մեկի հետ։ Բա ես է դրան տես, չերվից եկա։ Որն էր հարցը։ Կա որևէ մեկը քո կյանք։ Բայց դա չես ուզում պատասխանեն, կարող են եղանակից խոսել։ Ու դրանից ամենից պարզա դառնում։ Եղանակը եւ ավարտենք եղանակը միանգամից ցրտեց այս սեպտեմբերը, չհասկացանք ինչ։ Շատ լավ, եւ ինչպես երգում էր Լարիսա Դոլինան, կարևորը եղանակը տանն է, այլ ոչ թե դրսում։ Մաշ իրականում մենք կարող ենք երկար խոսել, ծիծաղել, գուցե հարցազրույցում ժպիտով, բայց իրար դնել անհարմար իրավիճակում։ Դա գալիս է քո նկատմամբ այսպես ակնկալիքների բարձր լինելուց եւ սիրուց եւ ես կարող եմ բազմաթիվ հակափաստարկներ առաջ բերել թե դուք ինչն եք սխալ անում, ովքեր որ արժանի այլ հարթակներում պիտի լինեին, բայց այդ ամենը հոդս է ցնդում, երբ դուք բարձրանում եք բեմ եւ կենթանի հնչողությամբ երգում եք երգեր, որոնք հնչում են ֆանտաստիկ։ Ես կարծում եմ, որ ձեր տաղանդը այնուամենայնիվ լրացնում են բոլոր բացերը, որոնք կան, եւ դա Աստծո կողմից տրված տաղանդ է, որի հետ պետք է պարզապես ըստիս մի քիչ հոգատար եւ զգուշ վերաբերել։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Քեզ եմ շնորհակալ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Մենք Elize House ռեստորանում ենք, իմ կողքին կրկին Արմինեն է, General Manager-ը, ով մեր բոլոր հարցերին տալիս է հստակ պատասխաններ։ Արմինե ջան, ինչու են մարդիկ այսքան շատ նախընտրում հենց Elize House-ը։ Տեսեք, նախընտրում են եւ երբ անձրև է լինում, գալիս ենք այստեղ խաշտելու, տեղ չի լինում։
երբ պետքա ընկերներով հավաքվեն մարդիկ, էլի, երբ գալիս ես, նախապես ամրագրած չես լինում, հնարավոր չի լինում գրեթե միշտ առանձնանալ։ Էլ այս Փադիոյի եւ բացօթյա հատվածի մասին չասեմ, որ բոլորի սիրելին է։ Ինչու՞մն է գաղտնիքը։ Ասեմ Մհեր ջան, գաղտնիքը նախ առաջինը ջերմընդունելությունն է։ Երկրորդը տալիս ենք մեր ամենաբծախնդիր հաճախորդներին այն ամենը, որ իրենք սենց բավարարված դրական լիցքերով տուն են գնում, համեղ ուտելիքներն է։ Եվ իհարկե ամենակարևորը լավ սպասարկումն է։ Ես օրինակ տանել չեմ կարողանում, երբ խորովածը պարացնելով են բերում եւ այլն, բայց ստեղ պետք է անկեղծ լինեմ, առաջին անգամ այդ մթնոլորտը ինձ շատ դուր է եկել եւ դա ոչ թե արվում է ինչ որ կեղծավորությամբ կամ ինչ որ քաղաքենիությամբ, այլ հակառակը դա արվում է այսպես սրտից եկած տրամադրությամբ, որը անմիջապես փոխացվում է նաեւ այն մարդկանց, որ չեն սիրում նման բաներ։ Ես ինքս նկարել ու տեղադրել էի համացանցում, թեև այդ ժամանակ չէինք էլ համագործակցում։ Կպատմեք, թե ինչպես է այսքան լավ մթնոլորտ աշխատակազմի մոտնը։ Ասեմ Մհեր ջան, նախ այդ խորոված պարացնելը, այն որ հայկական համով են, որ հարսանիքներին ուզում ենք այդ ուրախությունը, այդ վայբը փոխանցենք մեր հաճախորդներին ու հավատացեք բոլորը ուրախ, ոգևորված, անգամ դուրս են գալիս, պարում են, մարդիկ կան, որ ես չեմ պարելու, բայց տենց մարդ չկա, բոլորին պարացնում ենք, ուրախացնում ենք, դրական լիցքերով ճանապարհում ենք տուն։ Այնպես որ ձեր բոլոր հավաքույթները լինեն դրանք ընկերական, ընտանեկան, բարեկամների հետ, թե պարզապես սիրելիի հետ, օրինակ կարող եք հաճախել, կարող եք այցելել հենց այս ռեստորանային համալիրը, որը ձեզ արդեն հայտնի է նաև նախկինում Old Gyumri անվանմամբ, այսօր Elise House այդպես է կոչվում, եւ մարդիկ ովքեր երկար տարիներ այստեղ ապրում են, գիտեն, որ այստեղ ամենահամով խոհանոցն է, բայց ավելացել է նաև ժամանակակից մոտեցում եւ որ ամենակարևորն է լավ սպասարկում, այցելեք Elise House։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you're about to hear is true.